Ողջունում բոլորիդ, ես Գեղամն եմ, Destination Armenia տուրիստական հարթակի հիմնադիրն եմ։ Մի երկու նախադասություն ձեզ ներկայացնեմ մեր գործունեության մասին, տուրիստական հարթակ ենք նախատեսել, որտեղ հավաքագրելու ենք Հայաստանի մասին ամբողջ ինֆորմացիան եւ փորձելու ենք այդ ինֆորմացիան հասանելի դարձնել Հայաստան նախընտրող ճամփորդների համար։ Այսօր խոսել ենք հյուրատնային բիզնեսի զարգացումից, մեր այսօրվա հյուրերն են լինելու բիզնեսի խորհրդատու Արթուր Խաչատրյանը եւ հյուրանոցային ոլորտի կառավարման մասնագետ Ժասմին Հակոբյանը։ Սկսենք իվենթը, հուսամ օգտակար կլինի բոլորիդ համար, ակտիվ եղեք, եթե հարցեր կլինեն ընթացքում գրեք, լավ, Արթուր ջան կարող է սկսել։ Ինչևէ, շարունակենք, ողջունում բոլորին, շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր որ միացել են։ Այսօրվա մեր հանդիպումը բաղկացած է լինելու մի քանի բլոկներից, բաղկացած է լինելու վաճառքի բլոկից, մարքեթինգի բլոկից, ընդհանուր հյուրատնային եւ առհասարակ հյուրանոցային ոլորտի սպասարկման բլոկից։ Բոլորից ակնկալում ենք ինտերակտիվ շփում։ Հիմա խնդրեմ ուշադրությունը դեպի էկրաններին, մենք ունենք պատրաստած պրեզենտացիա, որի պատրաստման ընթացքում հաշվի ենք առել թե միջազգային փորձը եւ նաեւ հաշվի ենք առել վերջին մի տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները։ Հիմա ուշադրությունը էկրանին։ Նախ, եթե բոլորի մոտ պետք է որ երևա էկրանը, նախ 2020-ի ամփոփում անենք, տարին սկսվեց տարին դեռ 2019-ին 19-ի ավարտին կորոնավիրուսը նոր թափ հավաքեց, ու 2020-ի տարեսկզբին արդեն հյուրատնային բիզնեսը եւ հյուրանոցային բիզնեսը ստիպված էր գնալ սահմանափակումների ըստ ընդհանուր վիճակագրության 2020 թվականի հենց սկզբին շուրջ 20 անգամով նվազեցին հյուրընկալության ոլորտի on-line միջազգային ամրագրումները, ինչը իր հերթին սկիզբ հանդիսացավ նրան, որ մարդիկ սկսեցին մտածել սկսեցին նախ սահմանափակումների միջոցով կասեցնել գործունեությունները, հետո նոր գործունեության բացման հետևանքով սկսեցին մտածել, թե ինչ ուղիների միջոցով ունենան նոր հաճախորդներ։ Նախ հյուրատնային ոլորտում ընդհանրապես ըստ մեր ուսումնասիրությունների հիման վրա Հայաստանի հյուրատներում մեծ մասում բացակայում է բրենդը ինքնին, այսինքն կան հյուրատներ, որոնք որ մինչև այսօր դեռ չունեն անվանում։ Կարևոր է հասկանալ, որ բացի այս ամեն ինչից պետք է պատրաստել նախ ունենալ գոնե լոգո, մշակել կարգախոս, մշակել ընդհանրապես գնալ դեպի քայլերի անհատականացմանը միտված քայլերի, ունենալ յուրահատուկ դիզայն, այս ամեն ինչը հետագայում կորպորատիվ աշխատանքների դեպքում պարտադիր պայման է դառնալու։ Դրանից բացի պատկերացրեք, որ հյուրատունը ավելի հեշտ կլինի որոնել թե որոնողական համակարգերում, թե առհասարակ ցանցում, եթե գոնե ունենա որոշակի կորպորատիվ ոճ, լոգո, ընդհանրապես կորպորատիվ մշակույթ։ Ուրեմն խորհուրդ է տրվում, որ այն հյուրատները, որոնք որ հիմնվել են, կապ չունի երբ են հիմնվել, իրանք ունեն 10 տարվա պատմություն, 15 տարվա, թե 2 տարվա պատմություն, ունենան հիմնված պատմության ամփոփագիր, այսինքն այս պատմությունը, որը հյուրատունը պետք է ունենա, հյուրատունը որպես այդպեսին ունենալով պետք է ներկայացնի իր հաճախորդներին, պատմությունը կարող է նաև ներկայացվի ժամանակի մեջ բոլոր այն գործիքները, որը որ կկատարվի սոցիալական մարքեթինգում, SMM տիրույթում, այսինքն ունենում ենք պատմություն, ներկայացնում ենք պատմությունը հյուրին, դրա միջոցով ավելի ենք դաշում հյուրի մոտ։
ավելացում բոլոր հնարավոր քարտեզներում, քարտեզների մեջ ներառված են ինչպես Google-ը, Yandex քարտեզը, նաև քարտեզները, որոնք որ կան Հայաստանի սահմանների ներսում, այսինքն կլինի դա Gigi-taxi, կլինի դա U-taxi, ցանկացած բոլոր հնարավոր միջակայքերում, որտեղ կան քարտեզներ, խորհրդատրվում ավելացնել։ Նույնիսկ եթե քարտեզների միջոցով այդ պահին մարդիկ ուղղակի չեն տեսնում, այդ պահին շատ հնարավոր է որ չտեսնեն, հետագայում քարտեզներում դառնում է արդեն ամրագրվում է ձեր տեղը ու մարդիկ արդեն անուղղակի կերպով թեկուզ են մարդիկ ովքեր որ եւ հաճախորդ չեն կամ երբեք հաճախորդ կարող է չլինեն, գոնե այդ հատվածով անցնելուց կամ ընդհանրապես քարտեզի վրա անցնելուց կտեսնեն որտեղ կա հյուրատուն։ Այսինքն մեր քայլերից է դառնում ունենալ ավելացվել բոլոր քարտեզներում, հա, հյուրատունը նշել բոլոր քարտեզներում։ Այդ ամեն ինչը կօգնեն social media marketing-ի մասնագետները կամ դուք ինքներդ կարող եք այդ ամեն ինչը իրականացնել։ Ուրեմն առաջին քայլերը, որ մենք պետք է հյուրատնային բիզնեսում հասկանանք մեր թիրախային ու նպատակային լսարանին, առհասարակ ովքեր են իրանք, բոլոր վաճառքի եւ մարքեթինգի խողովակները կառուցելուց առաջ հասկանանք ում համար ենք այդ ամեն ինչը անում, հասկանում ենք մեր թիրախային խումբը, Թիրախային խումբը կարող են լինել երիտասարդներ, ընտանիք եւ երեխաներ, ամուսնական զույգեր, նորապսակներ, բիզնես այցով գտնվող մարդիկ, բիզնես զբոսաշրջիկներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ, տարեցներ կազդուրման նպատակով, մայրեր իրենց երեխաների հետ, այսինքն այս ամեն ինչը target է, ու այս ամեն ինչի ինքը առանձին խմբեր է։ Այսինքն յուրաքանչյուրը ունի իր կենսակերպը, յուրաքանչյուրը ունի իր գնում կատարելու մեթոդները, իր վարքագիծը։ Այսինքն առաջի բանը որ անում ենք, հասկանում ենք մեր թիրախային եւ նպատակային լսարանին, ոչ վաճառում ենք համարները կամ առհասարակ ներկայացնում ենք հյուրատունը բոլորի համար։ Դեպի անհատականացման ճանապարհին, դեպի անհատականացման ընդգծման քայլերն են մեր ինչպես նշեցի յուրահատուկ ընդհանրապես բրենդի դեպի բրենդի քայլեր գնալը, դիզայնը ընդ որում ընդգծում է նաև յուրահատուկ ներսի դիզայնով, տարբերվող արտաքինով եւ ինտերիերով, բակային ինտերիերի լուծումներով, որը իր հերթին ապահովում է հաճելի մթնոլորտ, այսինքն բակային ինտերիերի լուծումները պարտադիր չի որ գնան մեծ ծախսերի մասին, փոքր ծախսերով եւս հնարավոր է հասնել հետաքրքիր ինտերիերի լուծումների ու այդ ամեն ինչով ավելի հիշելի դառնալ, նաև ավելի ներկայանալի ու գրավիչ դառնալ բոլոր այցելուներին։ Ուրեմն առաջի բանը, որ մենք այս ամեն ինչի ընթացքում վերլուծությունների ընթացքում տեսանք, որ ինտերակտիվության պակաս կա, հյուրատների ինտերակտիվության պակաս կա այցելուների մոտ, այսինքն մարդիկ տեսնելու մեծ նույն հյուրատուն, բայց հյուրատունները շատ ժամանակ չեն նշում իրենց ամբողջական տեղեկատվությունը, իրենց առավելությունները ու առհասարակ ամբողջական ինֆորմացիա չեն տեղադրում կայքերում։ Ցանկալի է ունենալ մինի սպորտ անկյունի առկայություն, հեծանիվի առկայություն, Wi-Fi առկայությունը դրամաբանական է 21-րդ դարում, բայց այս ամեն ինչը շատ տեղում նշված չէր։ Հովացման համակարգի առկայությունը եթե կա նշվում է, ձմեռը հետևաբար նաև նշվում է հակառակը, ձայնը եւ ջերմամեկուսացում, մինիմում բժշկական տուփի առկայություն, այսինքն այս ամեն ինչը այն կարևոր կետերն են, կարևոր բաղադրիչներն են, որը որ հյուրատունը իր աշխատանքի ընթացքում պետք է պահպանի։ Ընդհանուր Արթուր ջան, ձայնը չենք լսում։ Հալո։ Լսում է, օքեյ։ Okay, այս ամեն ինչը նախ սկսում է առաջին կոնտակտից, տեղադրելուց հետո բոլոր համակարգերում, առաջինը սկսում է առաջին կոնտակտից, պետք է հասկանալ, որ զանգ կատարող անձը դա դեռևս այցելու չի, ու զանգի ընթացքում անհրաժեշտ է ընդգծել հյուրատան բոլոր առավելությունները,
Ցանկալի է, որ հյուրի կարիքի պահանջմունքի բացահայտումը արդեն արվի հեռախոսի ընթացքում, հասկանալով կոնկրետ պահանջմունքները ու ըստ պահանջմունքների նաև ներկայացնել հյուրատունը։ Այսինքն մենք հանդիպել ենք հյուրատներ, որոնք որ ունեն տարբեր հարթակներում գրանցված տարբեր հեռախոսահամարներ, որոնցից մի քանի հեռախոսահամարը զանգում է, ինքը չի պատասխանում հեռախոսահամարը ու այլ հեռախոսահամարով հասանել է։ Ցանկալի է ունենալ մեկ ընդհանուր հեռախոսահամար կամ տարբեր հեռախոսահամանների առկայության դեպքում կցված լինի մի ընդհանուր համարի ներքո, որն հետագայում միացված կլինի CRM համակարգում։ Ուրեմն կարող է որ մենք հասկանանք առհասարակ ինչ գործունեություններ որ կլինի ծավալենք, դասակարգենք հաճախորդին ու հաճախորդը ունենանք ըստ պորտրետների, այսինքն հստակ գիտակցելով մեր հաճախորդը, եթե տղամարդը քանի տարեկան է, ինչ կենսակերպով է ապրում, ընդհանրապես հանգստի ինչ ռեժիմներ ունի, առհասարակ որ դեպքերում պետքա դիմի հյուրատուն, այսինքն ընդհանրապես պարտադիր չի որ նաև լինի տղամարդ, նաև կարող լինի կին ու ընտանիք, ընդհանրապես, այսինքն հաճախորդի պորտրետները մեզ թույլ են տալիս հասկանալ, որ թե ում հետ մենք գործ ունենք։ Հաճախորդի պորտրետները կարող են լինել մի քանիսը, մի պորտրետ չէ, մի քանիսը կարող են լինել, դրանում հաշվի են առնվում դեմոգրաֆիկ տվյալներ, սոցիալական պատկանելիություն, իր հոբիները, ցանկությունները ու ազատ ժամանակը։ Այս ամեն ինչը կօգնի մեզ ավելի թիրախավորված գովազդների պատրաստելուն։ Խորհուրդ տրվում, որ շուկայավարման քայլերը եւ գործիքները բաժանան ըստ սեզոնայնության։ Այսինքն յուրաքանչյուր սեզոնի սկիզբ եւ յուրաքանչյուր սեզոնի սկիզբ ակտիվանում է մի հատվածը, պասիվանում է մյուս հատվածը, մյուս թիրախային խումբը։ Սեզոնների բաժանելու հետևանքով մենք կարողանում ենք ավելի դիպուկ գովազդներ մշակել ու ավելի դիպուկ հասնել թիրախային խմբերին։ Ընդհանուր 2021-ի թրենդների մեջ առհասարակ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում դիտարկվում է ներքին շուկան ու զբոսաշրջիկներից բացի հիմնականում սկսում են դիտարկել ներքին շուկայի տարբեր հատվածները ու տարբեր սեգմենտներին։ Այսինքն սա արդեն դառնում է 2021-ի թրենդ, ու այդ 2021-ի թրենդը նաև ժամանակի հրամայականն է ավտոմատ դառնում։ Դրա հետ մեկտեղ մենք այսինքն ֆոկուսացումը գնում է դեպի ներքին լսարանին։ Կարևոր շեշտադրումներ են, ինչպես որ նշեցի, ոչ միայն ներսի, այլ արտաքին ինտերիերը։ 2021-ի թրենդերի մեջ, օրինակ վերջին թրենդերի մեջ է էկո տնակները, էկո ինչ-որ պրոդուկտներ ունենալը։ Կան նաև հետաքրքիր լուծումներ, որ եթե նույնիսկ այս պայդրությամբ ենթադրենք տունը պատրաստված է ոչ էկո տարբերակով, տրադիցիոն մեխանիզմով, տրադիցիոն ձևաչափով, հնարավոր է նաև էկո լուծումներ գտնել տան բակային հատվածներում կամ տան տնօրինելի այլ հատվածներում։ Ուրեմն կարևոր շեշտադրումներ վաճառել ոչ թե հյուրանոցը, այլ հյուրանոցի ֆունկցիոնալությունը, ինչը որ շատերը Հայաստանում չեն անում, այսինքն խորհուրդ է տրվում վաճառել ոչ թե հյուրանոցի հյուրատան տարբեր համարները կամ հյուրատունը ամբողջությամբ, այլ վաճառել եւ ներկայացնել հյուրատան յուրաքանչյուր հատվածը։ Օրինակ, եթե հյուրանոցում պարզագույն օրինակներ է տեղադրված օրթոպեդիկ ներքնակներ, եթե իհարկե այդպիսի կարգա են, ցանկալի է որ այդ ամեն ինչի մասին ասվի եւ ներկայացվի հյուրատան այցելուին, մինչ հյուրատուն գալը ու առհասարակ ներկայացվի բոլոր համակարգերում, որտեղ որ տեղադրված կլինի հայտարարությունը։ Ինչի, որովհետև այս ամեն ինչը օգնում է դեպի նոր խողովակ է դառնում ու օգնում է, որ նոր հաճախորդները ավելի ֆոկուսացվեն հյուրատանը ու ավելի հետաքրքրությամբ դիտեն հյուրատունը։ Այսինքն սա պարզագույն օրինակ ընդհանուր օրթոպեդիկ ներքնակները պարզագույն օրինակն է, բայց այլ եւս շատ առավելություններ կան, որը կարելի է ընդգծելի դարձնել։ Կարևոր շեշտադրում է կերակուրը, անվանական կերակուր կարելի է մշակել, յուրաքանչյուր հյուրատուն կարող ունենա իր անվանական կերակուրը, որը որ կդաջվի սպառողի մոտ, այսինքն պարտադիր չի որ ամեն ինչ լինի տիպիկ ձևաչափերով, լինի դա հյուրասիրության տեսքով կամ ընդհանուր առմամբ առաջին
սնունդի տեսքով կամ եթե մարդը մի շաբաթով այդտեղ լինելու մի շաբաթվա մեջ մենք նշում ենք, որ ունենք եթե մի շաբաթ դուք ստեղ եք, yəni ասում ենք, որ եթե դուք մի շաբաթ ստեղ եք, ուրեմն այս մի շաբաթվա ընթացքում դες մի անգամ կպատրաստենք, չգիտեմ, անվճար տոլմա կամ կներկայացվի անվճար տոլմա։ Այսինքն սա կօգնի, որ դուք դաշվեք սպառողի հիշողության մեջ ու ցանկալի է, որ հյուրատանը լինեն այնպիսի ապրանքներ եւ սննդամթերքներ, որոնք մասսայական վաճառքի գոտում չեն։ Հա, օրինակ թեյեր հատուկ գործընկերներից, որոնք որ գործընկերը ձեզ տրամադրում է անձամբ ձեր հյուրատունը կամ ընդհանրապես դա մասսայական վաճառքի մեջ չի։ Այսինքն դուրս գրել այնպիսի սննդակարգ, որը որ ավելի կլինի տրադիցիոն կամ ոչ տրադիցիոն, բայց կարևորը ոչ կենցաղային կլինի։ Կարևոր շեշտադրումների մեջ է որակյալ ֆոտո եւ տեսանկարահանումը։ Որակյալ ֆոտո նկարահանումից զատ կարևոր է որ ունենանք տեսահոլովակ։ Այս տարի խորհրդադրվում որ պատրաստել գոնե 3 րոպեանոց տեսահոլովակ։ Տեսահոլովակը պատրաստելուց հետո մի քանի լեզվով տեղադրել համացանցում YouTube-ում, ինչու համար, քանի որ հաճախորդներից շատերը այն մարդիկ ովքեր որ դեռ ընտրությունը չեն կատարում ու ընդհանուր առմամբ փորձում են հասկանալ թե որ հյուրատան վրա կանգ առնեն, իրանք այդ ամեն ինչը որոնում են Google-ի որոնողական համակարգերում։ Իսկ Google-ը առաջինը բերում է խրախուսումա տեսանյութերը, հետևաբար կարևոր կլինի, որ պատրաստեք տեսանյութ, որտեղ 3 րոպեվա մեջ կներկայացնեք հյուրանոցը իր բոլոր կետերով։ Հյուրանոցի զատը անհրաժեշտ է ու պարտադիր պայման է որակյալ ֆոտոների առկայությունը, որը շատերի մոտ էլի բացակայում է։ Կարևոր շեշտադրումների մեջ է մաքսիմում տեղեկատվության տրամադրումը շրջակայքից, այսինքն հանդիսանում ենք ինֆորմացիոն կենտրոն այցելուի համար, ոչ բոլոր դեպքերում է, որ հյուրատուն այցելած մարդը իր ամբողջ օրվա մասը անցկացնում է հյուրատանը, հա, այսինքն շատերը եթե գալիս են հյուրատուն, իրանց հետաքրքիր է նաև շրջակայքում ինչ է կատարվում, ու ցանկալի կլինի, որ այդ ինֆորմացիան ինքը առաջին ձեռքից ոնց որ ստանա այն մարդուց, ում այդտեղ առաջինը հանդիպում է, որի պարագայում դա դուք եք։ Հա, այս ամեն ինչը շրջակայքի մասին տեղեկատվության ինֆորմացիայի փոխանցումը կարևոր է։ Շրջակայքից ընդհանուր կարևոր է որ տեղեկ ներկայացնեն շրջակայքի առավելությունները, օրինակ, եթե վայրեր գտնվում են այստեղ, որտեղ որ հիմնականում հանգստություն է, ճիշտ է այդ ամեն ինչի մասին ասել։ Օրինակ, հեռու է գտնվում քաղաքից, անհրաժեշտ է նշել օդի մաքրությունը ու քաղաքի աղտոտվածությունից հեռու գտնվելը։ Եթե շրջանում գործարանի բացակայություն կա, այսինքն գործարան ընդհանրապես շուրջ բոլորը չկա, այդ ամեն ինչը եւս առավելություն է։ Այսինքն հա կարևոր է որ մենք դուրս գրենք այն ամենը, այն ինչ որ այս պահին մենք ունենք, բայց որը այս միջև այսօր մենք չենք նկատում։ Այսինքն այս ամեն ինչը նպաստելու են նաև վաճառքներին։ Ձմեռվա սեզոնի հետ կապված, ընդհանրապես շատ հյուրատներ, որոնք որ գտնվում են Ծաղկաձորում, չեն էլ ասում, որ Ծաղկաձորում գտնվելով կա ճոպանուղի, հա։ Ու պարզագույն օրինակն է, որ յուրաքանչյուր մարզում, այսինքն յուրաքանչյուր մարզ, յուրաքանչյուր տեղ ունի իր հետաքրքիր ժամանցի վայրերը, ու անհրաժեշտ է, որ այդ ժամանցի վայրերը ընդգծվի։ Օրինակ, Ծաղկաձորում գտնվող հյուրատունը նախընտրել է, որ ձմռան ամիսներին շոշափելի դարձնի ճոպանուղու ու դահուկի առկայությունը, ու այդ ամեն ինչի մասին տեղեկացնի սպառողին մինչև գալը։ Ճգնաժամի ժամանակ խորհրդատրվում համագործակցություններ, ցանկացած ճգնաժամի ժամանակ։ Նախ ճգնաժամի ժամանակ կազմակերպությունները ավելի հակված են լինում համագործակցությունների։ Ճգնաժամը լավ առիթ է ստեղծելու նոր զարգացող հարաբերություններ, ինչ win-win մոտեցումներ, win-win մոտեցումներ կիրառելով փնտրել նոր գործընկերներ հարակից ուղղվածություններից, նույն ճոպանուղու հետ կարելի է համագործակցել։ Համագործակցության տարբերակները կարող լինեն տարբեր բնույթի, ընդհանուր միջև բուկլետների տեղադրում կամ տեղեկատվության փոխանցում իրենց կողմից, հա, այսինքն այս ամեն ինչը
անհրաժեշտ է որ դիտարկվի հավելյալ գործոններից հեծանիվի առկայությունը ասացինք, որ տենդենսը հիմա գնում է դեպի հեծանիվ, այսինքն ինչպես միշտ ոնց որ քիչ առաջ նշեցի, շատերը հյուրատունը գտնվելով, ամբողջ օրը չի որ անցկացնում են հյուրատան մեջ, շատ մարդիկ նախ փորձում են գտնեն շրջակայքում ժամը անց ու հեծանիվի առկայությունը եւս հետաքրքիր կլինի ներսում ջրի դիսպենսերի առկայությունը կարևոր է որ ընդգծվի ու առասարակ կարևոր է որ լինի թիրախային խմբերի մեջ ասելով մենք ինչ ենք դիտարկում, աշխատանք կազմակերպությունների հետ։ Օրինակ, Երևանում կան բազմաթիվ IT ընկերություններ, որոնք ունենալով Երևանում իրենց գլխամասային գրասենյակը, ունեն նաև աշխատանքային խմբեր Երևանից դուրս ու առհասարակ աշխատանքային խմբեր, որոնք որ հեռավոր են, բայց այդ մարդիկ հանգստանում են տարբեր տեղերում։ Անհրաժեշտ է մեզ նմանատիպ կազմակերպությունների հետ կազմակերպություններ դուրս գրել, նաև ոչ միայն IT-ից, IT-ն ընդհանրապես օրինակն է, հասկանալ այտենց ոլորտի հատվածները, տարբերակել դրանք ու առաջարկներ մշակել նման կազմակերպությունների համար։ Առաջարկները մշակել ոչ միայն կառավարչական պաշտոն զբաղեցնող անձանց համար, այսինքն կազմակերպության ղեկավարին ամենևին պարտադիր չի, որ միայն այդ ամեն ինչը հասցեագրվի իրան, առաջարկել հանգստի միջոցներ, հանգիստ եւ աշխատանքի համադրման միջոցներ, նաեւ անձնակազմի հետ։ Ուրեմն հնարավոր է համագործակցություններ բիզնես ակումբների հետ, տարբեր թեմատիկ ակումբների հետ, որտեղ որ կան հավաքագրված անձինք, այսինքն սրա միջոցով ինչ է, ավելի հեշտ դառնում։ Մի անձի միջոցով կապ հաստատել միավորված մարդկանց խմբի հետ ու իրենց բոլորին ոնց որ մի առաջարկի միջոցով լինել հասանելի։ Այս ամեն ինչից հետո ակնկալվում է վաճառքների աճ, ուղղակի անհնարավոր վաճառքների աճ գոնե չլինի, որովհետև շատ մարդիկ կան, որ այսօր փնտրում են իրենց համար հարմար առաջարկ։ Նաև այս ամեն ինչի մասին քիչ հետո կասենք, առաջարկները թե ոնց մշակել, ինչ ձևաչափերով, տարիֆի հասանելիություն, այսինքն հյուրատունը որպես այդպեսին երբ որ ներկայանում է, կարևոր է որ այն ներկայացնել օրական, ամսական, ժամային, շաբաթական գրաֆիկով, այսինքն ինչ է նշանակում, լինել կառուցել ինդիվիդուալ տարիֆներ, ինդիվիդուալ փաթեթներ, ինդիվիդուալ փաթեթների մեջ ցույց տալ ձեռքբերման առավելությունը։ Այսինքն, երբ որ մարդը ցանկություն ունի 1 ամսով լինելու հյուրատանը, ենթադրենք 1 ամսով կամ 25 օրով, ըստ իրեն պետք է օրը հաշվարկել ոչ թե օրական զուտ օրական կտրվածքով, այլ ներկայացնել այնպիսի տարիֆ, որը ավելի շահեկան կլինի, քան ավելի շահեկան կլիներ օրական վերցնելու դեպքում։ Կարծում եմ հասկանալի եմ ասում ու մարդիկ ովքեր որ հյուրատունը դիտարկում են ոչ միայն որպես համար, որ մի օրով վերցնեն, այսինքն կարելի է բաժանել ժամերի ու ստանալ ժամի միավորը, ու այդ ժամի միավոր գումարն ներկայացնել մարդուն։ Այն մարդը, ով ցանկանում է վերցնի ժամով, իրան ներկայացնել ժամային գրաֆիկով։ Կամ կարող է ինքը ուզում է վերցնի, ասենք 2 օրով 48 ժամ, հետեւաբար 48 ժամը ներկայացնել ոչ թե որպես 2 օր, այլ ներկայացնել որպես 48 ժամ, որոշակի զեղչով եւ ներկայացնել ձեռքբերման առավելությունը։ Այսինքն հասկանում է, որ մարդը այսպես ձեռքբերու դեպքում ավելի խնայում է գումար։ Այսինքն ինչ է ստացվում, որ առաջարկները բարձրացնում ենք, հյուրերին առաջարկելով ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ հանգստյան օրերի ուղևորություններ, ընտանիքի կամ ընկերների հետ։ Շեշտադրվել հեռավար աշխատողների մոտ, հեռավար աշխատողներին նույնպես հնարավոր առաջարկել եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ տարբերակներով, ինչպես նշեցի, կան մարդիկ, ովքեր աշխատում են ոչ ցանկացած վայրից, այս տիպի աշխատանքային խմբերի հետ աշխատելը ավելի հեշտ է։ Հնարավոր է կազմակերպել ընտանեկան արձակուրդներ, փոքր կամ թեմատիկ միջոցառումներ, ելի թեմատիկ խմբերի հետ,
Առաջարկներ գործողումներ պատրաստողներին, նրանց համար ովքեր որ գործողումներ պետք է անեն, օրինակ գործողումից զատ կարելի է նաև դիտարկել այն մարդկանց, ովքեր որ ենթադրենք գնում են կոնկրետ հստակ ռեգիոններ որսորդության։ Հա, այսինքն այս տարբերակը հյուրատներից, եթե կան մարդիկ, ովքեր դիտարկել են բրավո, եթե չկան մարդիկ, ապա ասեմ, որ այս տիպի պրոֆիլները շատ են։ Այսինքն պրոֆիլը որպես այդպեսին շատ է, անհրաժեշտ է, որ բոլոր պրոֆիլները դիտարկվեն։ Ու ըստ դրա այդ ամեն ինչը փոփոխական է նաև ըստ սեզոնայնության։ Որպես ամփոփում, ինչ է ստացվում, որ առաջարկների պարզեցում, ու առաջարկների ավելի ընդգծում կոնկրետ թեմատիկ խմբերին։ Աշխատելավոճը ևս նպաստում է աշխատելավոճը ևս նպաստում է վաճառքին, այսինքն աշխատանքի ընթացքում հնարավոր է, որ լինել ավելի ֆլեքսիբլ, եթե կլինեն մարդիկ, ովքեր հետաքրքրություն են հայտնում հյուրատան նկատմամբ, բայց դեռ չգիտեմ, թե երբ են իրենք ցանկանում, զուտ հետաքրքրություն են հայտնել, բայց չգիտեմ, թե երբ կգան, կարող ենք նշենք, որ իրենք կարող են վճարել հիմա, այցելել հետո, չեղեն մարդիկ, ովքեր ունեն ամրագրումներ, ու զանգում են, որ պետք է չեղարկեն, չեղարկման փոխարեն առաջարկել տեղափոխել ամսաթիվը, ուրեմն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ եւ հյուրատներ եւ հյուրանոցեր չեղարկման դեպքում պարզապես չեղարկում են ու չեն առաջարկում տեղափոխել ամսաթիվը։ Ուղղակի այս բոլոր կետերը կիրառելու դեպքում նաև առանձնացնել հատուկ գործընկերներին ձեռնտու արժեքով տրամադրում, ինչա այս նշանակում է, կան խմբեր մարդկանց, ովքեր որ միշտ ցանկացած ծառայություն, կլինի պրոդուկտ ձեռք բերելու դեպքում ցանկանում են զեղչել։ Մենք այս պարագայում ունենում ենք գործընկեր կազմակերպություններ կամ լոյալության համակարգեր կամ ընդհանրապես կլուբ քարտ կլինի կամ միավոր գործունեություններ, որտեղ որ անդամագրվելու դեպքում իրենք կստանան ձեզ մոտից զեղչ։ Այն մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում ձեռք բերել զեղչ, իրենց ուղղակի ասում են, որ դարձի ես ակումբի անդամ կամ դիմիր այնտեղի միջոցով եթե դու գաս կստանաս զեղչ։ Այսինքն սա մեթոդ է, որի միջոցով որ մարդը չի մերժվում, բայց դրա հետ մեկտեղ էլ ստանում է զեղչ։ Վաճառքի ուղերձները կարան տարբերակվեն բազմաբնույթ, օրինակ փնտրում ես հանգիստ, բուժական հանգիստ, հա, օրինակ հյուրատները երբ ոչ մեկ ինչ չի հանդիպել, որ ներկայացնեն որպես բուժական հանգիստ, բայց դա եւս հնարավոր է։ Շուկայավարման հյուրատնային առասարակ հյուրանոցային ոլորտի բոլոր ուղերձները պետք է պատասխանեն հետևյալ հարցերին՝ ում համար է, որտեղ է, ինչ արժեքով է եւ երբ։ Այսինքն յուրաքանչյուր մարդ կախված նրանից դեռ հետաքրքրված է, թե հետաքրքրվածության երկրորդ փուլում է գտնվում կամ զանգել է կամ որևիցե կերպ կոնտակտ է արել, այս բոլոր շուկայավարման քայլերը ինքը պետք է բոլոր կլինի վաճառքի տեքստեր, կլինի տեսակ, կլինի սոցիալական գովազդներ, բոլոր տեղերը ինքը պետք է ստանա այս 4 հարցի պատասխանը։ Ում համար է, որտեղ է, ինչ արժեքով եւ երբ։ Այս ամեն ինչը մեծացնում է վաճառքի ավելի լոյալ զանգվածին, այսինքն մոտ գտնվելը ավելի այս ամեն ինչը կիրառելու շնորհիվ ավելի մոտ կգտնվեք ձեր թիրախային լսարանին ու թիրախային խմբին։ Օրինակ, այստեղ առանձնացած է լավ մշակված առաջարկներից, ռուսական առաջարկներից ինչ-որ մի տարբերակ, որտեղ ներկայացվում է եւ ընդհանուր հանգիստը, եւ իր մեջ ներառված սնունդը, եւ ժամանցը, եւ դրա հետ մեկտեղ այս ամեն ինչը ներկայացվում է զեղչի տարբերակով։ Օրինակ, այս ձևաչափով ներկայացված գովազդից
անհնարը հրաժարվել է։ Այսինքն այս ամեն ինչը մենք մի հատ ստանում ենք ամբողջական հյուրատոնը դիտարկում ենք ամբողջապես ոչ միայն հյուրատան ներսի համաները, այլ հյուրատոնը կարելի է դիտարկել հնարավոր իր բոլոր ասպեկտներով։ Սա որպես առանձնացված է որպես հետաքրքիր ու լավագույն աշխատած գովազդ ընդ որում։ Ինչ մարքեթինգի վաճառքների ուղերձների ժամանակ, ընդհանրապես շուկայավարման քայլերի ժամանակ ինչ անել եւ ինչ չանել։ Մի պատճենեք ակցիաները, միջոցառումները կամ այն բոլոր քայլերը, որոնք անում են մրցակիցները, արժեքի մեջ ներառել լրացուցիչ ծառայություններ, հասկանալ որոշել թե ում համար է ուղղված առաջարկը, ցույց տալ առաջարկի առավելությունն ու առանձնահատկությունը, այս ամեն ինչը ավելի պարզեցնել, տեղեկացնել առաջարկում սահմանափակ ժամանակահատվածի մասին, այսինքն այս առաջարկը գործում է ներառյալ այս ամսվա, այսինչ օրը կամ ներառյալ այս շաբաթվա, այսինչ ժամանակահատվածում։ Առանձին առաջարկներ կարելի է մշակել բջջային հավելվածներ եւ բջջային օգտագործողների համար, եւ այդ ամեն ինչը Facebook-ի, Instagram-ի միջոցով տեղացնել։ Ու ընդհանրապես գտնել առանձնահատկության այն կետը, որը որ կտարբերվեք եւ կամ գերակայություն կստանաք մյուսների նկատմամբ։ Հյուրատների հետ կապված, ուրեմն բազմաթիվ հյուրատներ ունեն դիմավորում ճանապարհում ծառայություն կամ հավելյալ տրանսֆերի ծառայություն, առաջին կոնտակտի ժամանակ եւ առաջին հպման ժամանակ մենք հասկանում ենք թե հյուրը, որը որ պետքա մեզ մոտ գա, որ արդեն որոշում է կայացրել գալու, ինքը ունի արդյոք այն փոխադրման միջոցը, որ քաղաք գալով պետքա տեղ հասնի հյուրատուն։ Չունենալու դեպքում, բացասական պատասխան ստանալու դեպքում իրան առաջարկում ենք դիմավորում։ Ոչ թե թողնում ենք, որ ինքը իր գտնի մեքենա ու գա հյուրատան, հասնում ենք հյուրատան հասցեն ու ինքը գալիս է, ոչ դիմավորում ճանապարհում ծառայությունը, հավելյալ տրանսֆերի ծառայությունը դիտարկում է որպես առավելություն։ Ինչի համար, որովհետև target խմբերում կան նաև մարդիկ, ովքեր որ ոչ միայն որովհետև target խմբերում կան նաև մարդիկ, որոնք նաև չունեն մեքենա։ Բարձրացնում ենք լոյալությունը, հաճախորդներից եղած ցանկացած տեղեկատվություն մուտքագրվում է ընդհանուր տվյալների բազա, ու CRM-ի միջոցով հիշում ենք, շնորհավորում ենք տարեդարձ, ամանոր, նշում ենք հյուրընկալության տարեթիվը, հաճախորդակենտրոն մոտեցման համար անհրաժեշտ է տվյալների հաճախորդների տեղեկատվություն, որքի անհնար է հաճախորդի հետ հետագայում կոնտակտ չպաշտպանել, եթե դու իրանից ոչ մի տեղեկատվություն ու ոչ մի տվյալ չունես։ Ինչի համար է այս ամեն ինչը անհրաժեշտ որ ներմուծվի CRM։ Օրինակ, ամռանը հանգստացած հյուրին ձմռանը կարող ես հրավիրել խաշի, եթե իհարկե խոհանոցային պայմանները ներում են, ուսեն շատ օրինակներ։ Եվ ընդհանրակարգը ձմռանը հանգստացած մարդուն ամռանը կարող ես հրավիրել այլ ֆորմատով։ Այս ամեն ինչը մենք բոլոր տեղեկատվությունները հաճախորդի մասին առաջին հպումից պետքա պահպանեն CRM համակարգում։ Հաճախորդների հետ շփման ընթացքում հնարավորինս ձեռք բերել իրենցից տեղեկատվություն։ Հաճախորդը ընդհանրապես մարդը, ով գտնվում է հյուրատան մեջ, հաճախ հանդիպող սխալների մեջ է, հաղորդակցության բացակայությունը հաճախորդ հիմնադիր, տնօրեն, մենեջեր եւ կամ աշխատակցի հետ։ Այսինքն հիմնական ստանդարտ տիպիկ դեպքերում մարդուն տրվում է բանալին, տրվում է հյուրատունը եւ վերջ, ու չի պահվում հետագա կոնտակտ։ Եվ կամ հետագա կոնտակտը պահվում է այն դեպքում, երբ ցանկություն է ունենում հանգստացողը։ Այս պարագայում անհրաժեշտ է որպեսի հաճախորդ ու աշխատակից կապը ավելի ամրապնդվի։ Այսինքն աշխատակիցը, բացի այն որ առողջահամար է տրամադրում, ավելի տեսանելի է լինում ու պարտադիր չէ որ մենակ խնդիրը լինի հյուրի կողմից նոր ինքը դիմի։ Մեր կողմից հյուրատան մենեջերի կամ աշխատակցի կողմից պարտադիր պայման է, որ ինքը օրվա մեջ մի անգամ կամ երկու անգամ տեղեկատվություն ստանա հյուրատան մեջ գտնվող հյուրից կամ հյուրերից։ Այսինքն ամրացնել հյուրատուն եւ հաճախորդ կապը։
հյուրատան մեջ գտնվող հաճախորդին պարտադիր չի տեսնել միայն սկզբից եւ վերջից։ Տեխնոլոգիական լուծումների ներդրում համացանցի ընձեռնված հնարավորությունների մաքսիմում օգտագործում։ Բացի այն, որ Airbnb, Booking, TripAdvisor բոլոր այս համակարգերում արդեն պարտադիր պայման է, գտնվել է, որ պահի հրամայականն է, բացի այդ ամեն ինչից, նաև Հայաստանում լավ գործիք է համարվում աշխատող Instagram-ը։ Instagram-ը ընձեռում է հնարավորություններ տեղադրելու ստորիներ, հարցումներ, անընդհատ փոփոխվող կոնտենտ։ Instagram-ի լսարանը առավել լոյալ է եւ առավել բաց է լինում ժամանցի travel-ի ու ճամփորդությունների, նաև Instagram-ի լսարանը ավելի շատ է գտնվում հեռախոսի ու սմարթֆոնի մեջ։ Instagram-ի ընձեռած հնարավորությունները խորհրդատրվում կիրառել, օգտագործել, բայց մի պայմանով, որ կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն գրագետ, այսինքն եթե նկարներ է տեղադրվում, նկարները պետք է լինեն որակյալ, եթե հարցումներ է լինում, հարցումները պետք է գրեն ինտենսիվ բնույթ, եթե աշխատանքներ է կատարվում ու ներկայացումը անընդհատ փոփոխությունը հյուրատան հետ կապված, այդ ամեն ինչը եւս պետք է գրի ինտենսիվ բնույթ։ Ենթադրենք հյուրատունը, ասենք, ընդլայնվում է, բացում է եւս մի քանի կետեր, հետաքրքիր կլինի, որ այդ ամեն ինչը ներկայացվի հաճախորդին, ներկայացվի Instagram-ում, այսինքն ներկայացվի ընթացք, որոշակի ընթացք։ Ու Instagram-ի միջոցով տարբեր պետություններում ունենում են վաճառքներ եւ ոչ քիչ վաճառքներ։ Գնորդը ստեղ առանձնացված են կետերը, որին որ ուշադրություն է դարձնում գնորդը հյուրատուն ընտրելուց, ընդ որում այս ամեն ինչ վիճակագրությունը հաշվի առնված COVID-19-ի պայմանները ներառյալ, COVID-19-ի պայմաններից հետո մինչև այսօր հյուրատների այցելուները 64% ուշադրություն է դարձնում արժեքին, 60% ապահովությանը, 42% պրոդուկտի որակին, 40% հարմարավետությանը, 33% սոցիալական պատասխանատվությանը, 22% սպասարկմանը, այս կարող եք պահպանել ձեզ մոտ, թեպետ դասընթացի վերջում բոլորին փոխանցվելու է այս սլայդները, ու այս վիճակագրությունը հետաքրքիր կլինի, որ պահպանեք ու տարբերաբար նայեք։ 72% թերևս ամենաբարձր տոկոսայնությունում արդիկ ուշադրություն են դարձնում բարձրակարգ ստանդարտներին ու ընդհանրապես դիտարկում են հյուրատունը որպես այդպիսին ամբողջական միջոց։ Այս ամեն ինչը կփոխանցվի ձեզ դասընթացից հետո։ Գնորդը ինչ որոշում կայացնել է։ Նույնիսկ COVID-19-ի պայմաններից հետո առաջինը անվտանգության նորմերն են մղվում առաջին պլան ու բազմաթիվ հյուրատներ նշում են իրենց բոլոր տեղեկատվական հարթակներում հյուրատան բարձր նորմերի մեջ գտնվելը, բարձր անվտանգության նորմերի մեջ գտնվելը, թե նկարներով, թե ընդհանրապես սերտիֆիկացված որոշակի ազդանշաններով, որը թույլ է տալիս, որ մարդը ավելի հեշտությամբ կատարի ամրագրում։ Գնորդը ինչ որոշում կայացնել է, հա, Booking, Airbnb առասարակ տարբեր կայքերի միջոցով հյուրատուն հյուրանոց ընտրելիս 55%-ը այդ հյուրատան անվանումը որոնում են որոնողական համակարգերով։ Իրանցից 45%-ը ինֆորմացիա չգտնելու դեպքում, Google-ով ինֆորմացիա հյուրատան մասին չգտնելու դեպքում փոխում է որոշումը ու թեքվում է դեպի ուրիշ հյուրատուն։ Այսինքն մենք անհրաժեշտ է, որ մեր բոլոր հյուրատան մասին տեղեկատվությունը ներկայացնենք տարբեր խողովակներով։ Facebook-ում տեղադրելով բոլոր հնարավոր տեղեկատվությունը, որոնողական համակարգը ավտոմատ գոնե ցույց կտա Facebook-ում, Facebook, Spure եւ այլ, այսինքն բոլոր հնարավոր տեղերում ցանկալի է, որ գտնվի։
հյուրատան մասին, որից է տեղեկատվություն։ Վաճառքի խողովակներ։ Շատերի մոտ վաճառքի հիմնական միայն մի խողովակ է կիրառվում, ինչ ենք անում, ստանդարտ տիպիկ ձևով, հա, տեղադրում ենք ինչ-որ միտեղ հայտարարություն ու սպասում ենք, որ պետքա լինեն զանգեր, պետքա լինեն հյուրեր, ոչ, տեղադրում ենք տարբեր տեղեր հայտարարությունը, վաճառքի ամենաակտիվ խողովակները թերևս առանձնացված խողովակներն են։ Կայքերում անհրաժեշտ է ունենալ ֆոտոներ բոլոր սեզոններից, կայքերի այդ միջանկյալ ծառայություն մատուցող կայքերի կողմից նշված բոլոր հարցերին պատասխանել մինչև 100%-ով, որովհետև այս ամեն ինչը օգնում է բրենդի ամրապնդվելուն, թե որոնական համակարգում, թե առհասարակ համացանցում կերտած ձեր պատմությանը։ Վաճառքի ամենաակտիվ խողովակներից Google Hotel Ads-ը, այս Google-ի հենց հոթելների, հյուրանոցների, հյուրատների համար նախատեսված կատեգորիան է, կատեգորիան է, որտեղ որ ինքը անմիջապես ամրագրում է տալիս իր միջոցով ու թույլ է տալիս, որ միանգամից հյուրատան վրա դուրս գան իր միջոցով։ Անհրաժեշտ է Google Hotel Ads ուսումնասիրել ու ներառվել այս համակարգում։ Yandex Путешествиян, հա, գաղտնիք չի, որ Yandex-ը Հայաստանում ակտիվ կերպով զարգանում է տարբեր ծառայությունների տեսքով։ Ուրեմն Yandex Путешествиян տեղադրված հայկական հյուրատներից 35%-ում բացակայում են հյուրատան ֆոտոները, այս ամեն ինչը ներկայացված է։ Ճիշտ կլինի, որ առհասարակ հնարավոր, ինչպես նշեցի, հնարավոր բոլոր քարտեզներում հյուրատունը գրանցվի, բայց Yandex Путешествиян Հայաստանում լավ ակտիվ զարգանում է տարբեր կատեգորիաներով։ Հաշվի առնել այս ամեն ինչը։ Ընդհանուր առմամբ հաճախորդների հետ շփումների հետ մեկտեղ պլյուսների հետ հաշվի առնել նաև մինուսները ու այդ ամեն ինչը նշել։ Օրինակ, ենթադրենք հյուրատան պլյուսներից է հյուրատան պլյուսներից է պատուհանից գեղատեսիլ տեսարան, մաքուր, հարակից խանութներ, հա առաջի գոտում գտնվող հյուրատների կամ հյուրանոցների մասին է խոսքը։ Շրջակայքում մարդիկ, որի կամ եւ պլյուսը եւ մինուսը, ըստ հաճախորդի պետք է հասկանալ, ասել թե չասել։ Այս ամեն ինչը առաջի գոտում գտնվող հյուրատների մասին էր, այսինքն սա այդ առաջի գոտում գտնվող հյուրատների պլյուսներից էր, բայց մինուսներից ըստ սեզոնի լողափի խոնավությունը, լողափի հոտը, մշտապես աղմուկը համարի բարձր արժեք է։ Այսինքն հաճախորդի հետ շփումների ժամանակ խրախուսվում է ասել եւ հյուրատան պլյուսները եւ հյուրատան մինուսները, ինչի, որովհետեւ հետագայում շփումների ժամանակ դրանք գտնվելու ժամանակ այդ ամեն ինչը վերադուրս գալիս։ Wow էֆեկտի տրամադրումն ու wow էֆեկտի համադրումը տրամադրել անսպասելի անակնկալներ, հատուկ մոտեցում ու ուշադրություն ցուցաբերել կանանց ու երեխաներին, վաճառել ծառայությունները ապագայից, հաջորդ այցի զեղչ հավելյալ մի օր նվեր, այսինքն մտածել այդ նա սկզբունքները, որը որ ծառայությունների վաճառ կլինի ապագայից։ Հա, այսինքն տրամադրել անսպասելի անակնկալներ, օրինակ ոնց կարող արտահայտվի այդ ամեն ինչը։ Օրինակ վերջում հյուրատունը լքելուց վերջում տրամադրել փոքր սուվենիր հյուրատնից։ Այս ամեն ինչը ստեղծում է wow էֆեկտ ու էլ ավելի է ընդգծում ձեր հյուրատան լոյալություն, ձեր հյուրատան բարձր դիրքում գտնվելը եւ նաև բարձրացնում է լոյալությունը տվյալ հաճախորդի հետ։ Հետագայում վերադարձի կարևոր նախապայման ազնվությունը հաճախորդի հետ գործ ունենալու, ինչպես նշեցի, ռազմավարությունը տեղանքի մինուսները չթաքցնելն է, գործարքի ավարտից հետո անպայման GRS դուրս գնեն թերությունները, որոնք ցանկանաք թաքցնել, իսկ դրա հետևանքով կխախտվի վստահությունը հաճախորդի հետ, ինչը նշանակում է, որ վտանգված է հետագայում հյուրատան հյուրանոցի մասին խորհուրդը մեկ ուրիշ անձին կամ ընդհանրապես հետ վերադարձը։ Այսինքն ինչ ենք դարձնում, դարձնում ենք, որ ռազմավարությունը պետք է հիմնվի ազնվության վրա։ Սպասարկման որակի գնահատում։ Լինի հյուրանոց, հյուրատուն, հիմնականում կարևոր է, որ
դիտարկի իր սպասարկման ցուցանիշները տարեկան, ամսական զեկույցներով, հասկանա գոհունակ եւ ոչ գոհունակ հաճախորդներին։ Ինչա պետք անել, կազմել հարցաթերթիկներ ու փոխանցել այդ ամեն ինչը հաճախորդին։ Հավելյալ սպասարկման բաղադրիչներ։ Գործարքի ավարտից հետո կարևոր է ապահովել բարեդրացիական մթնոլորտ, հիշողության պահպանում հյուրատնից, հյուրանոցի տրամադրումի հյուրատան կողմից, ինչպես արդեն նշեցի։ Վճարային համակարգեր, տարբեր վճարային համակարգեր ունենալը, հա, այսինքն կան հյուրատներ, որոնք միայն կանխիկով են աշխատում, դեռ կան հյուրատներ, որոնք միայն կանխիկով են աշխատում, պարտադիր պայման է դառնում կցվել տարբեր վճարման համակարգերին, որովհետև դրանցից յուրաքանչյուրը դառնում է իր հետ առանձին խողովակ։ Իդեպ հարցումները ցույց են տալիս, որ վերջին վիճակագրության համաձայն մարդկանցից արդեն 60%-ը վճարում է on-line քարտային տարբերակով։ Ինչ են կանում, պարտադիր պայմանադառնում վճարային համակարգերին կցվելը։ Սպասարկման ստանդարտների կարևորությունը, չափորոշիչների ներդրումը եւս դառնում է պարտադիր պայման, եթե չկան չափորոշիչներ, անհրաժեշտ է դրանք մշակել, ներդնել, ծանոթացնել չափորոշիչները աշխատակիցների հետ, իսկ այս ամեն ինչի մասին ավելի մանրամասն խոսա իմ գործընկեր Ժասմինը, ով հյուրանոցային բիզնեսի կառավարման առելի մեծ փորձ ունի։ Խոսքը փոխանցում եմ Ժասմինի, շնորհակալություն։ Շնորհակալություն Արթուր ջան, քանի որ հարցերել են գրել մասնակիցները, փորձեք երկուսով պատասխանել, լավ է հարցերին, նոր առաջ անցնենք։ Նախ բոլորիդ ողջունում եմ, ուրախ եմ բոլորիդ հետ ծանոթանալ, այստեղ ծանոթ դեմքեր եմ տեսնում, բոլորին բարևներ։ Շնորհակալություն Արթուրին այսքան խիտ ինֆորմացիայի համար։ Ցավում է, որ ժամանակային առումով ոչ բոլոր կետերին հատ-հատ կկարողանանք անդրադառնալ, բայց ես այստեղ հարցեր եմ տեսնում։ Եթե հետաքրքիր է, եկեք անցնենք այս հարցերի վրայով ու անցնենք առաջ։ Ուրեմն մեզ գրել է Անին կառավարման համակարգի կառավարման ինչ համակարգ կարելի է ներդնել հյուրատան գործը ավելի հարցում է։ Ուրեմն գոյություն ունեն CRM համակարգեր, այդ հարցով հենց Արթուրին էլ կարող եք իմիջիալից դիմել։ Հայաստանում որպեսզի այդպիսին գովազդ չլինի, ինձ վերջում կարող եք գրել անհատապես, ես ձեզ խորհուրդ կտամ ում դիմել։ CRM համակարգ, որը հեշտ ադապտացվում է հյուրատան կամ ցանկացած հյուրանոցի կառավարման համակարգին, այսինքն ամեն ինչ ավելի ավտոմատիզացումը, որը ավելի հեշտ է դարձնում ամրագրումների ու մենեջմենթի հարցը։ Մի քանիշը կնշեմ, մենք ունենք նաև տեղական շատ հետաքրքիր պրոդուկտներ, ռուսական ու միջազգային։ Իրանք իրարից տարբերվում են բնականաբար գնային կատեգորիայով, ֆունկցիոնալ առումով հյուրատան դեպքում ունենք լոկալ պրոդուկտներ։ Ինչպես թիրախավորել զբոսաշրջիկների խումբը։ Հարցը ճիշտ ասած մի քիչ այդքան էլ չեմ հասկանում, Անի ջան, եթե այստեղ եք դեռ, մի քիչ կմանրամասնեք ինչի նկատի ունեք թիրախավորել զբոսաշրջիկների խումբը։ Անին մեզ հետ է։ Անջան կարող եք միացնել ձեր բարձրախոսը։ Միքրոֆոնս չի աշխատում, գրեմ։ Okay, մինչև դու գրեք, ես անցնեմ հաջորդ հարցին։ Խոսեցիք հյուրանոցում առկա օրթոպեդիկ ներկնակներից, բայց միթե հյուրանոցը երկարության համար չգրավի, դարձեք պետք է դրել տրենդային։ Հյուրանոցում ինչ է ինքը կոչվում հյուրանոց։ Ինչի ենք մենք օգտագործում գիշերակաց տերմինը, որովհետև իր հիմնական նպատակը հյուրին գիշերելու տեղ տալն է։ Այսինքն հիմնական նախապայմանը ստեղծել հանգիստ ու հարմարավետ միջավայր քնելու համար։ Դրա համար է, որ շեշտը դնում է այդքան օրթոպեդիկ մատրասների վրա։ Բնականաբար չէ հյուրական ժողովուրդ ջան, ինչ որ մեկը իր միկրոֆոնը, թե Մինե ջան, ենթադրում եմ ձերն է միացած, չի լսում։ Որ խնդրեմ կանջատեք, մերսի։ Այսինքն նախապայմանը որպես այդպեսին հանգիստ գիշերակաց ապահովելն է։ Դրա համար է ենթադրում եմ Արթուրը
նշել այդ կետը, որի հետ համամիտ եմ, բնականաբար հյուրատունը հյուրանոցից մեծ շատ երկար կետեր կարելի է թվարկել ինչով է տարբերվում, հյուրատունը իր ֆորմատի մեջ հնարավորություն տալիս է որոշ ինչ-որ չակերտավոր բացեր ասած, հա, այսպես թույլ տալ իրան այդ ոլորտում ոչ այդպես luxury effect ստանալու համար։ Չէ, պարտադիր պայման չի, բայց իհարկանշանակ ցանկալի է։ Ինչ քաղաքականություն է պետք մշակել սեզոնից դուրս եւս աշխատելու համար։ Սա շատ լավ հարց է, իմիջիայլոց։ Այս հարցը ինքը շատ ծավալուն է։ Դրա համար գոյություն ունի մարքեթինգի եւ վաճառքի թիմ, որին պետք չի թերագնահատել։ Ինքը շատ կարևոր է, ես սա ցավում եմ, որ շատ հյուրատներ ուղղակի չունեն այն մարդը կամ այն մարդկանց խումբը, ով որ աշխատելու է վաճառքների վրա, որովհետև սա շատ նեղ մասնագիտական հարց է, որի մշակման համար ամիսներ են պետք, այսինքն դուք ցածր սեզոնին կամ բարձր սեզոնին կամ ամռանը արդեն պետք է պլանավորեք ինչպիսին է լինելու ձեր վաճառքի ու մարքեթինգի պլանը ձմռան համար եւ նույնը հակառակը, այսինքն դա մի շաբաթ, երկու շաբաթ առաջ արվող աշխատանք չի ու սեզոնից դուրս պետք է մոտավորապես հասկանալ որ թիրախի վրա եք աշխատում։ Իմիջիայլոց այստեղ Արթուրը արդեն անդրադարձավ թիրախային լսարանի համար։ Ինչպես եք ընտրում թիրախային լսարան կամ ինչպես եք գոհացնում ձեր լսարանին։ Ուզում եմ մեկընդմիշտ մի բան հիշենք, որ մենք ենք ընտրում ում համար ենք ուզում աշխատել։ Այսինքն մենք ստեղծելով մեր բրենդը, ստեղծելով մեր բիզնեսը, հիմա կանադառնամ դրանց տարբերությունը, որն է բիզնեսի ու բրենդի ու նրանց համակցման արդյունքը, դուք եք որոշում, թե ում համար եք ուզում աշխատեք, հետո արդեն որոշում եք, թե ինչպես այդ մարդկանց գրավել ձեզ մոտ։ Եթե դուք որոշել եք ենթադրենք աշխատել բացառապես ընտանիքների համար, դուք ստեղծում եք family hotel, family հյուրատուն։ Եվ հետո ստեղծում եք պլան, թե ինչպես քայլեր ձեռնարկել, որպեսզի հենց այդ թիրախը ձեզ մոտ գա։ Որովհետև եթե այսպես լայն նայենք, դուք չեք կարող աշխատել բոլորի համար։ Չեք կարող միաժամանակ գոհացնել բոլորին։ Ես խոսում եմ հյուրատանի մասին, ոչ թե հյուրանոցի։ Դուք հիմա խորհուրդ եք տալիս ունենալ այնպիսի կահավորանք, ինչպիսին կլիներ փոքրիկ հյուրատներում, բայց արդյոք հյուրատունը իր կոնցեպտի մեջ պետք է ունենա այս կահավորանքը։ Ես անկեղծ ասած չհասկացա կամ երևի թե բաց եմ թողել այս հատվածը, ինչ կահավորանքի մասին է խոսքը, ենթադրում եմ լյուքս հետաքրքիր դիզայնով։ Ուրեմն կահավորանքը ասված է ինքը իրանից չի ենթադրում պարտադիր շքեղություն։ Ինչպես արդեն նշեցի, հյուրատունը իր ֆորմատով շատ ավելի տկուն է, այսինքն կախված նրանից, թե դուք ինչ գաղափարախոսություն եք դրել ձեր հյուրատան ստեղծման համար, դրա մասին էլ կխոսենք հիմա։ Միգուցե դուք ստեղծել եք գորգերի էթնիկ կոնցեպտով հյուրատուն, բնականաբար ձեզ մոտ եկողներն էլ ակնկալելու եք, որ կիսեն ձեր գաղափարը։ Հետևաբար ձեր մի մասը ֆինանսական ծախսերի գնալու է գորգերը գտնելու, գորգերը գնելու մեջ, այսպես կոպիտ ասված։ Այսինքն կահավորանքը կարող է լինել ոչ այնքան շքեղ, բայց լինի կոնցեպտուալ առումով համապատասխան թե ձեր բրենդին, իսկ բրենդ ասելով նկատի ունեմ լոգոն, ամբողջ բրենդինգը, ձեր հյուրատան անվանումը, ձեր հյուրատան կարգախոսը եւ շատ այդպիսի դետալներ։ Պիտի համապատասխանի մեկը մյուսի հետ, ձեր լոկացիան, ձեր հյուրանոցի չափերի հետ, ձեր հյուրանոցի առաջարկած կոնցեպտի հետ, ծառայությունների հետ, ձեր անվանման ու ձեր կարգախոսի եւ լոգոյի հետ։ Ինչ ենք հասկանում ասելով բուժական հանգիստ, որ հյուրատները կարող են մտնել այս կատեգորիայի մեջ։ Արթուր ջան, սա երևի թե քեզ թողնեմ, ենթադրում եմ, որ ավելի ծավալուն կպատասխանես։ Եթե կարելի է մի հարց հյուրատան պլանավորման մասին, եթե մեկը դեռ չունի այլ պլանավորման, Okay, հասկացա ձեզ։ Ով է մեզ գրել այս հարցը Նարեկ Չիլինգարյան։ Ուրեմն Նարեկ ջան, այսպես այո, ցավոք, այսօր ինֆորմացիան այդքան շատ չի, եթե շատ լիներ, ամեն երկրորդս կկարողանայինք բացել հյուրատուն կամ զբաղվել այս գործով։ Դրա համար տարիների աշխատանք է կատարվում։ 1 տարի շուտ մենք ունենք ինքներս ես ինքս ունեմ նման հաճախորդ, ով մոտ 2 տարի հետո պլանավորում է ունենալ հյուրատուն, հիմիկվանից իր կոնցեպտի վրա է աշխատում։ Այսինքն ուղղակի մտնել ինչ-որ research անել, մոտավոր պլան կազմել, դրա հիման վրա ունենալ բիզնես պլան, մի քիչ ժամանակի կորուստ կլինի, մի քիչ ավելի շատ լուրջ աշխատանք է ու շատ
կախված է նրանից, թե ինչ ֆորմատի հյուրատուն եք անցալում դուք ունենալ ու ինչի համար եք ուզում ունենալ։ Եթե ձեզ հետաքրքիր է, անպայման դիմեք կզրուցենք այս թեմայի շուրջ։ Հյուրատունը հիմնականում գյուղական համայնքներում գործող գիշերակացի կետ է, ձեր նշված քայլերը շատ դժվար հյուրատունի համար իրականացնել, օրինակ տրանսֆերի ծառայությունը, Այո, հյուրատունը իհարկե հյուրատունը հյուրանոցից տարբերվում է, փորձում հարցի բուն թեման հասկանալ, տրանսֆերի մասին ենք ենթադրում եմ խոսել։ Ուրեմն նշված բոլոր կետերը չի իհարկե որ բացառապես հյուրատան համար է գործում, կան կետեր, որոնք գոնե հոսթելների կամ հոթելների համար է, եթե ոչ արդեն 3 եւ ավել աստեղ գրող հյուրանոցների համար։ Տրանսֆերը ցանկալի է այն դեպքերում, եթե ձեր հյուրատունը գոնե պատրաստ է խմբեր հյուրընկալել, դա էլ ունի իր հետաքրքիր գաղտնիքները, ինչպես մշակել տրանսֆեր, ինչպես մշակել փաթեթներ, որպեսզի միառժամանակ եւ գումար չծախսեք եւ թվա թե դուք անվճար եք տրամադրում այդ ծառայությունը, դրանք փոքր դետալ գաղտնիքներ են, որոնք առանձին թեմա է խոսելու։ Ջան, այնտեղ հարցը, որ անդրադառնում էր բուժական մերձումին, բուժական հանգստին առհասարակ, օրինակ բուժական հանգստի մեջ կարող ներառվի, ենթադրենք պայմանականորեն, հա, մերձման ծառայություն, խոսքը պրոֆեսիոնալ մերձման ծառայության մասին է, հա, ու հյուրատունը որպես այդպեսին կարող դիրքավորվի որպես բուժական, կոնցեպտով բուժական։ Ու այդ դիրքավորումը կարող ժամանակի ընթացքում ենթարկվի փոփոխության, այստեղ անհրաժեշտ է հասկանալ, թե կոնկրետ որ հատվածում դուք կարողանաք ապահովել պրոֆեսիոնալ բարձր մասնագիտական աստիճան, հա, գործընկերները հրավիրվում է գործընկեր, ենթադրենք, ով այդ գործընկերը հանդիսանալով ոլորտի փորձագետ, ոլորտի մասնագետ, մի ամիս ժամանակահատվածով ենթադրենք ինքը այդտեղ դառնում է ձեր գործընկերը եւ ձեր բոլոր հյուրատան հաճախորդների բժշկական սպասարկող անձ է դառնում, հա, այսինքն գործընկերների միջոցով։ Ինչ վերաբերում է հյուրատունը տրանսֆերի ծառայությունը սեփական միջոցներ չունենալու դեպքում նաեւ հնարավոր է կազմակերպել գործընկերների միջոցով, ինչպես օրինակ ներգրավել գործընկեր, ով պարտադիր չի, որ ստատիկ մեքենայով գտնվի այդտեղ, բայց դինամիկ աշխատելու դեպքում ինքը երբ որ դուք ունենում եք այցելու, զանգում եք իրան, ինքը այդ այցելուին տեղափոխում է հակետից մինչև ձեր հյուրատան գտնվելու վայրը։ Սա այն հարցին, որ նշված է, շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, Արտուր ջան։ Ահա։ Հիմա փորձեմ գտնել որտեղ ենք մենք կանգնել, ենթադրում եմ այստեղ 8 ինչ ստանդարտների պետք է, ինչի հենց 8 ինչ ստանդարտների պետք է համապատասխանի հյուրատունը բարձրակարգ համարվելու համար։ Բարձրակարգ հյուրատուն, ես դες կարող եմ նշել շատ կետեր, ինչին պետք է համապատասխանի հյուրանոցը, որպեսզի լինի բարձրակարգ։ Առհասարակ որպես այդպեսին sense մի հատ նրբություն կա։ Տարբեր երկրներում կամ տարբեր ռեգիոններում տարբեր են չափանիշները, ինչի համաձայն այդ կրիտերիաները, ինչի համաձայն հյուրանոցը կարող է համարվել բարձրակարգ։ Բարձրակարգ ինչի նկատի ունեմ։ 3, 4, 5 եւ ավել աստղ գրող հյուրանոցներ։ Էս է այն գործիքը, որի միջոցով կարելի է ուրեմն որակավորել այս կամ այն հյուրատունը կամ հյուրանոցը։ Հյուրանոցի դեպքում կկարողանամ դա ասել, բայց դա շատ երկար թեմա է, դա կապված է ոչ միայն կահավորանքից, իմիջիալ շատ մանր դետալներից, թե ինչպիսի ծառայություններ եք մատուցում, ինչ եք տեղադրում սերիակի ներսում, քանի րոպեից եք պատասխանում ձեր զանգերին, քանի ոտնաչափ հեռավորության վրա եք դիմավորում ձեր հյուրին, երբ եք նրան նկատում եւ նման շատ մանր դետալներ, բայց սա միանշանակ հյուրատան մասին չի, հյուրատունը իր ֆորմատով երկրորդ տուն, ջերմություն, ատմոսֆերա ստեղծող ուրեմն գիշերակացի միջոց է։ Այսինքն այստեղ 8 ստանդարտներ որպես այդպեսին չեն կարող լինել։ Ես դες կարող
ասել պարզապես միջազգային մակարդակով ընդունված նորմեր, որոնք հյուրերը հաշվի են առնում հյուրատուն կամ ցանկացած որևէ այլ գիշերակացի վայր ընտրելու համար։ Դրանք են մաքրությունը, որը որ շատ կարևոր է, ես դες իմ օրինակի վրա բերեմ, ինքս առիթ ունեցել եմ տարբեր երկրներում ընտրելու հյուրանոց, որտեղ կցանկանայի մնալ, անկախ ակահավորանքից, անկախ սպասարկման գերազանց որակից, մաքրության բացակայությունը միանշանակ է նեգատիվ կետն է, որը որ մնում է քեզ մոտ։ Դրա համար առաջնային միանշանակ խորհուրդ եմ տալիս հետևել ձեր հյուրանոցների եւ հյուրանոցների մաքրությանը։ Դրանից հետո գալիս է ծառայությունը, մենք հիմա կխոսենք ինչքան կարևոր է ձեր անձնակազմի տեղեկացվածությունը ձեր բրենդի գաղափարախոսությունից, թե ոնց են իրենք կրում եւ ինչպես են դա ձեր պոտենցիալ կամ արդեն ընթացիկ հաճախորդներին։ Ինչու միայն կանանց եւ երեխաներին։ Չեմ կարծում, որ ի նկատի ենք ունեցել միայն կանանց եւ երեխաներին, չէ, բայց ես ձեզ ասեմ այսպիսի մի բան, եթե դա ընտանեկան հանգիստ է կամ դա հենց ընտանեկան վստահեցնում եմ ձեզ, որ 80 եւ ավելի տոկոսներում գիշերակացի վայրը ընտրում է կինը։ Հետևաբար, քանի որ այսօր on-line հարթակում մեզ ավելի շատ հնարավորություններ է տրված վաճառելու մեր հյուրատունը, խորհուրդ եմ տալիս անպայման ուշադիր լինել ձեր ֆոտո-կոնտենտին, ինչ որակի ֆոտոներ դուք ունեք, արդյոք այդ ֆոտոյի մեջ ամբողջությամբ ներկայացված է այն, ինչ որ դուք ուզում եք փոխանցել մարդկանց, դա ձեզ հիմա մի քանի փոքրիկ դետալի օրինակ բերեմ։ Վարսահարդարիչը որտեղ է դրված, Պարագաները որտեղ են դրված, որ դիրքով է դրված, մոտարապես ինչ որակի է դրված, կա արդյոք այնտեղ սաներ, կա ատամի խոզանակ, ատամի մածուկ, այսպիսի մանր դետալները նկարի մեջ պիտի երևա։ Եվ հենց դրանց վրա հիմնվելով էլ կանայք անում են ընտրություն, նույնիսկ վիզուալ կերպով, որովհետև նորից եմ կրկնում, այսօր մենք ընտրում ենք հյուրատուն, հիմնվելով on-line հարթակում տեղադրված ձեր նկարների վրա։ Եվ բնականաբար, եթե կա երեխա, եթե կա երկու տարբեր սենյակի նկարներ, որտեղ կա մեկի մեջ երեխայի համար հատկացված անկյուն, մյուսում չկա, ինչքան էլ որ մյուսը լինի ավելի շքեղ, վստահեցնում եմ, որ կընտրեն այն, որտեղ որ երևում է ինչ ծառայություն կամ ինչ պրոդուկտ կարան տան երեխաների համար։ Ձեր նշված գործողություններից, որոնք ընկերալի հայաստանյան հյուրատներում եւ որոնք բուտիկ հյուրանոցներում Ճիշտ ասած չհասկացա ինչ գործողությունների մասին է խոսքը, Արթուր ջան, երևի սա էլ թողնեմ քեզ։ Եթե կազմակերպիչները իհարկե թույլ կտան, ռոխսամները գրուպ ստեղծեն եւ գործակցի միասին, սա արդեն կազմակերպիչները երևի թե ձեզ կպատասխանեն, կներեք ընկերությունից չէ, նկատի ունեմ ինչպես պետք է թիրախավորել մեզ համար ցանկալի մարդկանց խումբը, հասկացա ձեզանի ջան։ Դրա համար գոյություն ունեն on-line եւ off-line planning։ Ինչպես արդեն Արթուր նշեց, այս օրերում ամենաառկի տարբերակը social media հարթակն է, social media marketing-ի միջոցով։ Դա կարող է լինել Google օպտիմիզացիայի միջոցով, դա կարող է լինել սոցիալական կայքերի օպտիմիզացիայի միջոցով եւ դա կարող է լինել off-line վաճառքների միջոցով։ Դրանք էլ ստավալ ունեն, եթե էլի հետաքրքիր է, կարամ մանրամասնեմ կամ ինչ որ առանձին զրույց հատկացնենք դրան։ Online, offline։ Ներողություն, Լենա, դուք փորձում եք ինչ-որ բան ասել։ Չէ, Լենան ուշի հետազոտություն։ Ուտ, այսինքն 8-րդ, ահա, հասկացա։ Այս պահի դրությամբ ոնց որ թե արդեն չունենք այլ հարցեր, Արթուր ջան, եթե կա ինչ-որ բացեր կամ հարց, որ ինչ են պատասխանել, որ դու կարաս անդառնաս, գուցե անդառնաս, նոր անցնենք առաջ։ Հարցին, որը նշված գործողություններից, որոնք են կիրառել Հայաստանյան հյուրատներում, ասեմ, որ գործողությունների կիրառման մեխանիզմները ու դրա բովանդակությունը կախված է հյուրատան հնարավորություններից։ Առաջի բանը, որ ես խորհուրդ կտամ անենք, տեսնենք հյուրատան ընդհանուր վիճակը, հա, միջև այս պահի դրությամբ, հյուրատան կարգավիճակը, որ աստիճանի վրա է գտնվում, մինչև ինչ անելու հնարավորություններ մենք ունենք,
այդ կարգավիճակից ելնելով նոր մշակել հետագա քայլերը, այսինքն էսի այն ամեն ինչն է, որ մենք պետք է հասկանանք սկզբում մեր հյուրատան հնարավորությունները, դրանից հետո որ հասկանանք թե ինչ քայլերով այս մեխանիզմները գործի դնենք։ Օրինակ, շատ վայրերում, շատ հարթակներում հյուրատները ներկայացվելուց չի ներկայացվում հյուրատան մաքսիմում զագրուստի քանակը, այսինքն մաքսիմում ինքը միջև քանի հյուր կարա զուգահեռաբար ընդունի, այսինքն զուգահեռաբար եթե լինի միջոցառում, հյուրը եթե պատրաստվում է գա միջոցառման որևէ 10 անձով, արդյոք 10 անձի հետ 10 անձի հնարավորություն ընդունելու հյուրատունը ունի։ Ու առհասարակ ճիշտ կնի, որ հյուրատները ներկայացվեն մաքսիմում իրենց ծանրաբեռնվածության մաքսիմում եւ մինիմում քանակով, այսինքն հասկանանք այս հարցի պատասխանը, հասկանանք հնարավորությունները, դրանից հետո նոր մշակենք հետագա քայլերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արթուր ջան։ Այստեղ Նարեկ Չիլինգարյանից եւս մեկ հարց կա, հյուրատան, հոսթելի, B&B տարբերությունը ինչու՞մ է կայանում եւ ինչպես որոշել on-line հարթակում ինչպես բնութագրել։ Հիմա ասեմ։ On-line հարթակների մեծամասնությունը ինքնին հեշտացրել է ձեր փոխարեն ձեր գործը, որովհետեւ ինքը ունի այն չափորոշիչները, որի հիմքում առաջարկում է թե դուք ձեզ ոնց բնութագրեք։ Ես ուղղակի չգիտեմ դուք հենց որ on-line հարթակում եք ցանկանում ներկայացնել ձեր հյուրատունը կամ հոսթելը, B&B-ն ինքը իր մասին արդեն խոսում է։ B&B-ն դա այն գիշերակացի վայրն է, որը որ տալիս է bread and breakfast, այսինքն տալիս է հնարավորություն այնտեղ նաև սնվելու, քնել, ուտել, գնալ։ Իսկ հոսթելի ու հյուրատան համար կախված նրանից թե դուք սենյակների ինչ քանակ ունեք, տարբեր on-line հարթակներում կան տարբեր կրիտերիաներ, ելնելով ձեր ծառայությունների քանակից, ծառայությունների տեսակից, ձեր սենյակների քանակից, արդեն որոշում է թե ձեզ ինչ կատեգորիա կկարողանա առաջարկել։ Ես մեկ հարց ունեմ Արթուրին, Բագրատ ջան, ձեր հարցը դեռևս չեմ տեսնում եւ ենթադրում եմ Արթուրը կպատասխանի եթե տակ, կարող եք ներկայացնել համառոտ համակարգը, շնորհակալ։ Ենթադրում դուք նկատի ունեք CRM համակարգը, այո, կարող եմ, դա պլատֆորմա է, դա ինտեգրվող ծրագիր է, որը նստացնում է ծրագիրը ձեր համակարգչի մեջ, դուք եք որոշում ինչ գործիքներ ակտիվացնել, այսպես դա պրիմիտիվ օրինակներ բերեմ, ամրագրելիս ովքեր կարող են ամրագրում կատարել, գուցե միայն reception-ի աշխատակիցները։ Կարող են արդյոք մակրոհիները ունենալ այդ ծրագիրը, կարող են արդյոք մակրոհիները տեսնել այն կոմենտները, որոնք արվում է ձեր ընդունարանի աշխատակցի կողմից։ Կարող է արդյոք հաշվապահությունը նույնպես իրականացվել CRM համակարգի կողմից։ Այո, կարող է, դա ամենաուրախ կետն է այս ամբողջ պատմության, որ ձեր հաշվապահական ամբողջ եւ վաճառքների գործիքները նույնպես ամփոփված են այդպիսի համակարգերում։ Այսինքն դա ձեր գործը երևի թե եռակի հեշտացնում է, դուք ստիպված չեք լինում այդ ամեն ինչը դնել ու հաշվել ամիսներով կամ շաբաթներով։ Համակարգը ձեր փոխարեն արդեն անում է, թե դուք այդ ամսվա կտրվածքով քանի գիշերակաց եք ունեցել, եթե իհարկե դուք եք որոշում թողնել գրառումներ թե ոչ, ինչպիսին են եղել ձեր հյուրերի գոհունակության աստիճանը եւ շատ այլ նման դետալներ։ Բագրատ ջան, առավել, Արթուրն է խոսում ձեզ հետ։ Լավ, եթե այս պահի դրությամբ Ժասմին ջան, եթե մի հարցի ես պատասխանեմ, որ ուղղել են կազմակերպիչներին, եթե ցանկություն կլինի մենք իվենթի վերջում Facebook-յան խումբ կսարքենք ու կուղարկենք բոլորիդ, ցանկացողները կարող են միանալ ու տեղում արդեն կոնտակտներով կարող է փոխանակվել։ Լավ, հիմա փորձենք շարունակենք միջոցառումը, վերջում եթե հարցեր կլինեն, արդեն նոր կանրադառնանք, լավ։ Դա ավելի լավ կլինի, որ Facebook-յան էջել ունենանք։ Հատ լավ, կբացենք անպայման բոլորին կուղարկենք այսօր։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, կներեք այս հարցին էլ պատասխանեմ, անցնենք մի քիչ առաջ, էլի հարց ու պատասխան կանենք։ Բարև ձեզ, կներեք ինչ դասընթացներ կառաջարկեք այս ոլորտով հետաքրքրվողների համար։ Ձեր անունը չեմ տեսնում, որպեսզի ձեզ ասեմ, ինձ անձնական նամակ գրեք, ձեզ անպայման կտեղեկացնեմ
հետագա դասընթացների մասին, ես չգիտեմ դուք մեր մասնագիտական առումով եք հետաքրքրված թե շատ գլոբալ, կփորձեմ ձեզ խորհուրդ տալ, եթե ունենամ անհատական ինչ-որ դասընթացներ մոտ ապագայում, որը ձեզ կհետաքրքրի, դրանց մասին նույնպես ձեզ կտեղեկացնեմ։ Ինչքան է նախատեսած այսօրվա դասընթացի տևողությունը Եվս 25 րոպե կներկայացնեմ իմ մաքսիմում 25 րոպե, սպասարկման մի քանի ներկայություններ, ձեր հարցերին ամփոփ կպատասխանենք եւ կավարտենք։ Փորձենք screen share անել։ Իմ էկրանը երևում է։ Այո։ Ահա, շնորհակալություն։ Հիմա արագ հասնեմ այն սլայդին, որտեղից որ կշարունակենք։ Okay։ Ուրեմն խոսեցինք բրենդի ձևավորումից, կարճ հիմա փորձեմ ես էլ տեսնել, ահա։ Բրենդի ձևավորման մասին Արթուր իհարկե խոսած, հիմա փորձեմ հակերճ ամփոփել ու հասկանանք ինչով է մեկը մյուսի հետ կապված։ Շատ կարևոր է, որպեսզի հասկանանք ինչի համար ենք ստեղծում հյուրանոց։ Եթե կան մեր խմբում այս պահի դրությամբ մասնակիցներ, ովքեր ունեն կամ պլանավորում են ունենալ հյուրատուն, ինչի համար են դա ուզում անել, որովհետև դա բիզնեսի միջոց է, որը որ եկամուտի աղբյուր է, դա պարզապես հետաքրքրություն է, որը որ հետագայում գուցե վերածվի նաև բիզնեսի, որովհետև դա շատ կարևոր էլեմենտ է։ Ոնց է ստեղծվում բրենդը։ Հիմա Պատրաստվում եմ հյուրատուն բացել։ Ինչպես։ Դուք պատրաստվում եք Լենա ջան բացել։ Ահա, չեմ լսում ով է։ Այո, օրինակ հետաքրքիր է լսել ձեր տարբերակը։ Ինչ եք փորձում հենց հյուրատուն բացել։ Բարև ձեզ, նախ ողջունեմ բոլորիդ։ Շատ հաճելի է բոլորի հետ ծանոթանալ։ Ես ունեմ գյուղում տուն, որը գրանտի միջոցով վերանորոգել եմ արդեն իսկ հյուրատուն, բայց այս պահին ապրում են ղարաբաղցիներ, տեղավորել եմ պատերազմական իրավիճակի ժամանակ, բայց նպատակս է հյուրատուն բացել, քանի որ ինքս նկարչուհի եմ եւ туриզմի ոլորտում եմ, My Armenia պրոգրամը ծրագրովել եմ, որպես գիտեմ ավարտել, մասնագիտությամբ նկարչուհի, նաև 7 տարի հայկական հուշանվերներ եմ արտադրել Լուսեթև բրենդում, ինքս եմ հիմնադիրը, շատ հետաքրքիր գաղափարներ ունեմ հետագայի համար։ Ահա, ես ենթադրում եմ, որ դա ձեր նախընտրում, այսինքն դուք ոլորտում եք, ձեզ հետաքրքիր է այս ոլորտը։ Շատ։ Դա է շարժարիթ հանդիսած, այսինքն որպես այդպիսին բիզնես գաղափարը չի ստեղծվել, սկզբում ձեր հետ Այո, իմ հետաքրքրությունները, հետո եք փորձել դա վերածել բիզնես, ես ճիշտ հասկացա։ Ահա, փորձում եք տրանսֆորմացվել դեպի բիզնես։ Այո։ Սա երևի ամենաարդյունավետ տարբերակն է, երբ որ սկզբից բրենդն է ստեղծվում, բրենդի գաղափարախոսությունն է ստեղծվում, հետո նոր բիզնեսը։ Հակառակ դեպքում էլ դա հնարավոր է, ուղղակի իր արդյունավետության համար ավելի շատ երկար ժամանակ է պահանջվում, իսկ հաջողությունը այդքան էլ չափելի չի։ Ոնց է ստեղծվում բրենդը։ Հիմա Մագդայի օրինակի վրա փորձենք Կներեք Արմին է անունս, աղջկաս անունով ենք ուղղակի գրանցված։ Շատ լավ ներողություն, Արմինը։ Այո։ Արմինեն նկարչուհի է, ունի հետաքրքրություն, սիրում է ոլորտը, գիտի ու զբաղվում է, եթե զբաղվում ենք ձեր մասնագիտությամբ։ Ու հետաքրքրված է իր տունը վերածել հյուրատան վաճառելու նպատակով։ Հիմա ենթադրում եմ, որ Արմինի դեպքում կոնցեպտուալ առումով հենց դիզայնը, կոնցեպտը ամբողջությամբ կարա լինի դեպի նկարչության տանող։ Ես ճիշտ եմ ձեզ հասկացել։ Այսինքն ձեր սենյակներում կարող են փակցված լինել ինչ-որ նկարներ, չէ՞։ Կարող է լինել Այո, նաև տարազի հագուստ, Սյունիքի հագուստն եմ կարում, որպեսզի իմ տուրիստը գալով հագնի Սյունիքի տարազ։
Ահա, դուք ունեք ինչի հարցի պատասխանը, ինչի համար ես միայն ուրախ եմ։ Ունեք էթնիկ ոչ, ընտրել եք էթնիկ ոչ, դա ձեզ հոգի հարազատ դրանով շարժում եք առաջ։ Այսինքն ստեղծել եք ձեր բրենդը, այդ փաթեթավորելու եք ձեր բրենդը, դա վերածելու եք բիզնեսի, որից հետո արդեն կտեսնեք վարքագիծը համ ձեր աշխատակազմի, որովհետև ամենակարևոր էլեմենտներից է այն աշխատակազմը, որը որ պետքա ձեզ օգնի վարել ձեր բիզնեսը եւ ներկայացնել ձեր բրենդը։ Եվ իհարկե սպառող, այսինքն այն մարդիկ, ովքեր գալու եւ օգտվելու են ձեր ծառայությունից եւ պրոդուկտից։ Հիմա աշխատակցի կարևորությունը իրականում եթե 100 բալանոց համակարգ լիներ, երևի 101 կարելի էր տալ։ Սրանք այն դեսպաններն են, որոնք որ ձեզ ներկայացնում են այն ընթացքում, երբ որ դուք այդտեղ չեք, այսինքն բրենդը այնա, ինչի մասին խոսում են ձեր բացակայության ժամանակ։ Իսկ ձեր բացակայության ժամանակ ինչպես են խոսում, ինչպես են արտահայտվում ձեր աշխատակիցները, դա շատ կարևոր է հենց ձեր բիզնեսի զարգացման համար։ Հիմա այստեղ ուրեմն առանձնացրել եմ մի քանի կետ։ Անգլերենում դա 5A-ը կոչվում, 5 կամ 6A, հայերենում բոլորը չի որ A-ով է սկսվում։ Ուրեմն առաջին հերթին դա ուշադրությունն է։ Ուշադրություն այս նույն բանաձևերը, որոնց մասին հիմա խոսում ենք, նույնը կիրառելի է համ ձեր աշխատակազմի վրա, համ ձեր սպառողի վրա։ Ամբողջությամբ նույն բանաձևն է գործում։ Ուշադրությունը դա այն գաղափարախոսությունն է, այն առաքելությունն է, որի շուրջ համախմբվում եք դուք եւ ձեր թիմը։ Այսինքն ձեր թիմը նույն չափ պիտի տեղեկացված լինի, թե ինչի համար ինքը պիտի աշխատի հենց այդտեղ, ինչի համար ինքը պիտի գոհացնի հյուրին եւ որն է առհասարակ բիզնեսի հիմքում ընկած ամենակարևոր գաղափարախոսությունը։ Այսինքն այս բոլոր հարցերը ինքը պիտի ունենա։ Ձեր աշխատակիցը պիտի աշխատի սիրով, պիտի լինի հպարտ, որ հենց ձեր բրենդի կրողն է, որտեղ ինչպես արդեն նշեցի, ձեր բացակայության ընթացքում իր կարծիքը ռեալ է։ Երբ ընտեղ եք, այդ կարծիքը արդեն օբյեկտիվ չի, շատ սուբյեկտիվ է։ Իմացության մակարդակը, այսինքն մարքեթինգը գալիս է ներսից, ինչքան էլ որ մենք մեր պատկերացումներում մարքեթինգը վերագրում ենք արտաքին ինչ-որ գործոնների, թե ոնց ենք մենք դա ներկայացնում, այս հարթակում, մյուս հարթակում, on-line, offline, իրականում դա նաև ներսից է գալիս։ Ձեր անձնակազմը ձեր մարքեթինգի ամենակարևոր կետն է, կրողն է։ Ներգրավվածությունը, ուրեմն աշխատակիցների, եթե բաժանենք մի քանի մասերի, կատեգորիաների, հոգեբանական առումով, իրանք լինում են անտագոնիստ, այսինքն ներգրավված, ագնոստիկ, որոնք ամենավտանգավոր տարբերակն են, ճակերտավոր ասած եւ հավատացող։ Ագնոստիկները այն մարդիկ են, ովքեր որ ներգրավված են, այսինքն հետաքրքրված են, թե ինչ գաղափարախոսություն ունի ձեր բրենդը, բայց դեռևս չեն հավատում, բայց ներգրավված են։ Ագնոստիկները այն մարդիկ են, ովքեր անտարբեր են, այսինքն իրենց համար կարևոր չի ինչի համար են գալիս աշխատանքի, իրենք ունեն ֆինանսական շահագրգռվածություն։ Այսպիսի աշխատակիցներին հեշտ է կորցնել վաղվա դրությամբ, իրանք այս օրով աշխատող մարդիկ են, որոնց պետքա բերել հասնել գոնե մինիմում անտագոնիստ կարգավիճակի, այսինքն ներգրավված կարգավիճակի, որից հետո արդեն տանել դեպի հավատացող կատեգորիա։ Բրենդի կրելու մասին արդեն խոսեցինք, եւ վերջում իհարկե action, այսինքն այն գործողությունը, որը որ արվում է։ Ինչպիսի գործողություններ են արվում ձեր աշխատակիցների կամ ձեր սպառողի կողմից։ Միջազգային նորմերի մասին խոսեցինք, ինչ ընդունված կարգեր կան, դրանք իհարկե թղթին հանձնված դոգմաներ չեն, բայց ընդունված կարգեր են որոշակի ստատիստիկաների վրա հիմնվելով։ Զանգերի էտիկետի մասին հիմա հակիրճ կխոսենք։ Մինչ ժամանման նախապատրաստման մասին, pre-arrival նույն ասված է, check-in, check-out-ի եւ հյուրի գոհունակության մասին։ Զանգերի էտիկետի հետ կապված։ Զանգը ստանալու պես հիմա փորձեմ շատ կարճ անդրադառնալ, սա իրականում շատ ավելի ծավալուն թեմա է։ Ինչպես պետքա ողջունել։ Հյուրատան դեպքում, արագ ողջունում ենք, բրենդի անվանումն ենք տալիս, թե որ ենթադրենք դա ունի մի հատ անուն առաջարկեք։ Հիմա Դավթի տուն։ Ինչպես։ Դավթի տուն։ Ահա, Դավթի տուն, բարի օր կամ ողջույն, Սուսաննան ձեզ լսում է։ Անպայման կարևոր է նշել, թե որ աշխատակիցն է լսում, որպեսզի հետագա դիալոգը ավելի անմիջական ստացվի։
Սենյակների արժեքը ներկայացնել վերջում։ Ուրեմն սա շատ կարևոր բան է, վաճառքի փոքրիկ նյուանս է։ Եթե ունեք 2 կամ 3 կատեգորիա, յուրատան դեպքում 2 կատեգորիայի սենյակ, անպայման ներկայացրեք եւ նկարագրեք բնականաբար սկզբից լավ տեսանկյունից, եթե կան բացեր, անպայման բացերն էլ փորձեք լավ տեսանկյունից ներկայացնել։ Երկրորդ կետին էինք անդրադարձել ծառայությունների մասին հակիրճ ներկայացում։ Այսինքն inclusive product ունեք, ծառայություններ հավելյալ ունեք, դրա վերջում արդեն արժեքն եք ներկայացնում, որպեսզի ընտրությունը լինի ոչ թե հիմնվելով արժեքի, այլ ձեր ներկայացրած ծառայության եւ product-ի վրա։ Հաստատել ամրագրումը անհրաժեշտության դեպքում կամ հաստատել հետագայում ենթադրում 2 անգամ ագրվել։ Ամրագրումը անպայման պետք է վերջում հաստատել ժողովուրդ, շատ հաճախ կրկնվող սխալ է, երբ որ ուղղակի հետաքրքրվում են, զանգի միջոցով հետաքրքրվում են ինչ product ունեք, ինչ ծառայություն ունեք, անջատում են սպասարկող անձնակազմի իրոք ենթադրում է, որ այդ սենյակը ամրագրվել է, 2 օր սպասում են այդ մարդուն, այդ մարդը չի գալիս, հետագայում դուք կորցնում եք այդ ընթացքում սենյակը վաճառելու հնարավորությունը ու առաջանում են խնդիրներ։ Այսինքն այս դեպքում հատկապես յուրատան դեպքում իսկապես շատ կարևոր է, որպեսզի դուք երկրորդ անգամ չխնդրեք աշխատակցին չզլանալ եւ անպայման վստահ լինել, որ տվյալ անձնավորությունը անպայման այցելելու է ձեզ, որ ամրագրված է։ Full screen կանեք, որ խնդրեմ։ Հա, իհարկե, մեկ գրուպ է։ Արթուր ջան, իսկ օգնես։ Ահա։ Լավ է։ Առաջարկել հավելյալ օգնություն, ել ինչով կարող է օգնել, կարող եմ ինչ-որ այլ բանով օգնել, փակ բաց հարցեր։ Հիմա բացատրեմ դրա տարբերությունը։ Հավելյալ օգնությունը առաջարկում ենք այն դեպքում, ենթադրենք ունենք խումբ, ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր հենց ամրագրումներով են զբաղվել կամ զբաղվելու են։ Եվ չունեք այդքան ժամանակ հեռախոսով երկար խոսալու համար, որովհետև եթե ունեք, անպայման հատկացրեք այդ ժամանակը ու մաքսիմալ շատ ինֆորմացիա վերցրեք այն մարդուց, ով ձեզ զանգահարել է։ Անպայման առաջարկեք հավելյալ օգնություն, որովհետև ցանկացած հավելյալ բան ինքը յուրին գոհացնում է։ Դա կարա լինի թե շոշափելի, թե եւ թե ոչ։ Կարա հնչիս է այսպես, էլ ինչով կարող եմ օգնել կամ կարող եմ այլ բանով օգնել։ Այս հարցերի մեջ իրոք իսկապես տարբերություն կա։ Էլ ինչով կարող եմ օգնել, ինքը բաց հարց է, որը որ ենթադրում է երկար ժամանակ դեռ լսել, թե ինչով կարող ես իրեն օգնել։ Իսկ կարող եմ այլ բանով օգնել, իրենից ենթադրում է այո կամ ոչ։ Հիմնականում այս հարցին պատասխանում են ոչ, ես ձեզ վստահեցնում եմ, եթե չունեք այդքան ժամանակ։ Շնորհակալություն հայտնել նախքան խոսքի փակումը անկախ զանգի նպատակից։ Սա շատ կարևոր է, եթե դուք ձեզ վրա վերցնեք, դուք էլ կզգաք ինչքան կարևոր է վերջում լսել շնորհակալություն նրա համար, որ դուք իրենց եք նախընտրել։ Անկախ նրանից դուք վերջում կայցելեք այդտեղ, թե չեք այցելի, դուք հետաքրքրված եք այդ բրենդով, այդ ծառայությամբ, հետեւաբար ձեր ականջին հաճելի է լսել շնորհակալություն բառը։ Մի զլացեք, հաճախ շնորհակալություն հայտնեք նման մարդկանց։ Հիմա միջհամանման նախապատրաստման մասին հուսամ ունենք ժամանակ։ Ինչ է իրանից ներկայացնում pre-arrival ընթացքը։ Սա այն ամբողջ ընթացքն է, որը որ ձեզ տրված է նախքան հյուրի գալը պատրաստվել եւ ողջունել նրան։ Հյուրատան դեպքում ժամանակային առումով դա ավելի քիչ ժամանակ տարա եւ ավելի արագ կարելի է կազմակերպել։ Դա ինչ է նշանակում։ Անպայման ստուգել սենյակի մաքրությունը, ստուգել բոլոր տեխնիկաների կարգավիճակը, արդյոք կա ինչ-որ թերություն պետք է շտկել, թե պետք չի շտկել, եթե դա այնպիսի թերություն է, որը որ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր չի շտկել, անպայման փոխեք սենյակը, եթե չունեք այլ նման կատեգորիայի սենյակ, առանց հավելավճարի անպայման տարեք ավելի բարձր կատեգորիայի սենյակ։ Եթե առհասարակ չունեք, անպայման որևիցե վճար տրամադրվող ծառայություն կամ պրոդուկտ առաջարկեք, որպեսզի խուսափեք ձեր հյուրերի դժգոհությունից, որովհետև այսօր 21-րդ դարում ցանկացած դժգոհություն ինքը գնում է on-line հարթակ։ Իսկ դուք երևի լավ հասկանում եք, թե ինչքան կարևոր է դա այն մյուս հյուրերի համար, ովքեր պատրաստվում են գալ ձեզ մոտ, հիմնվելով այն կոմենտների վրա, որոնք որ իրենք կարդում են on-line տիրույթ։
Ես չեմ կարողանում փոխել ճիշտ ասած Click արած։ check-in check-out check-in check-out-ը, ինչպես արդեն նշեցի, հյուրանոցային կառավարման համակարգեր կան, եթե չկան, ապա դա արվում է ստանդարտ տարբերակով, կախված հյուրատնից։ Շատ կարևոր է ուրեմն ողջույնը, այսինքն երկրորդ, ինչպես ասում են արդեն, երկրորդ անգամ առաջին տպավորություն թողնելը անհեթեթություն է, չեք ունենալու էլ երկրորդ շանս, որպեսզի թողնեք առաջին տպավորություն, իսկ հյուրը հենց մտավ առաջին տպավորությունից գնում է հենց իր այդ ամբողջ հանգստի տրամադրվածությունը ձեր նկատմամբ, ձեր հյուրատան նկատմամբ, ձեր բրենդի նկատմամբ, իսկ ցանկացած փոքրիկ թերություն անպայման իր արձագանքը գտնելու է։ Նույնը նաև check-out-ի ժամանակ։ Պարտադիր խնդրեք ձեր աշխատակիցներին հարցնել, ինչ առաջարկներ իրենք ունեն, ինչ բողոքներ ունեն, որ անպայման ունեցեք բողոքների համար հատկացված փոքրիկ անկյուն, որտեղ կկարողանան իրենց մտքերը, իրենց առաջարկները, ինչու՞ չէ երբեմն նաև բարկությունը այդտեղ արդեն բավարարել, որովհետև ավելի լավ է դրա մասին իմանաք դուք, ձեր անձնակազմը, ձեր ղեկավարությունը, քան on-line տիրույթում ձեր պոտենցիալ մյուս հաճախորդները։ Անպայման հատկացրեք, դա շատ օգնում է։ Հյուրի գոհունակությունը, սրան անդրադարձա սլայդը դեռևս չի փոխել։ Հենց դրա մասին էի խոսում, ինչքան կարևոր է վերջում ստուգել ինչքանով է գոհ, ինչ առաջարկներ ունի, ինչից է նաև գոհ ձեր հյուրը։ Եվ անպայման ստատիստիկ տվյալ փորձեք կազմել ինքներդ ձեր համար, դա կարող է լինել միայն ներքին կարգով, ամսվա կտրվածքով կամ տարվա կտրվածքով, կես տարվա կտրվածքով հասկանալու, թե որոնք են այն խնդիրները, որոնք դեռևս լուծման ենթակա են։ Եվ հակահամաճարակային կանոնների ապահովումը այս դեպքում իրոք շատ կարևոր է։ Հայաստանի Հանրապետությունում էլ կան գործող կետեր, որոնք որ պարտադիր են հյուրատների, հյուրանոցների, ռեստորանների առհասարակ հոռեկային հարող ցանկացած բրենդերի համար տարական համաճարակային կանոններ, ոչ էթիկայի ներողություն։ Դա կարող է լինել ալկոգելի առկայությունը, ուրեմն դիմակներով միջանցքում քայլելու առկայությունը ու շատ այլ կետեր, որոնք որ առողջապահության նախարարությունը բոլորին ուրեմն տրամադրում է։ Այստեղ մեր ինֆորմացիան է, ես ենթադրում եմ ձեզ անպայման կուղարկվեն պրեզենտացիաները։ Հիմա տեսնենք ինչ հարցեր կան, ես չեմ տեսնում նոր բաներ։ Արտուր ջան, ինչ կօգնես։ Եթե հարցեր կան, Ես ունեմ մի հարց։ Ասեք դա։ Եթե կարելի է անհատական խորհրդատվություն ստանալ, շատ ուրախ կլինեմ։ Հա, Անահիտ ջան։ Արմինե ջան, ներողություն։ Հա, սիրով, իհարկե, այստեղ ենթադրում եմ կազմակերպիչները կուղարկեն, վստահ եմ կուղարկեն կոնտակտային տվյալներ, սիրով կապեք, կզրուցենք։ Շնորհակալություն։ Պրեզենտացիան ուղարկելու ենք, պրեզենտացիայի ներքևում բոլորի տվյալները կլինեն, եթե ցանկություն կունենաք կկապնվեք, Լիլիթ Մանուկյանը հարց ունի, Ժասմին ջան, մի հատ։ Կարելի է մշակել հետադարձ կապի գնահատման թերթիկ։ Հա, իհարկե։ Դրա մասին էինք հետադարձ կապի նկատի ունեն հյուրերի հետ։ Հյուրի հետ հետադարձ կապի, այո, հնարավոր է, դա արվում է check-in-ի ժամանակ կամ check-out-ի ժամանակ, ցանկալի է ամրագրումը սկսելուց։ Գոյություն ունեն պարտադիր եւ ոչ պարտադիր դաշտեր։ Իրենից ենթադրում է իրենց կոնտակտային որևիցե տվյալի տրամադրում, իրենց նախասիրությունը, իրենց ձեզ այցելելու նպատակը եւ նման շատ կետեր, իրենց ծննդյան ամսաթիվը իմիջիալոց ուշադիր եղեք ձեր հյուրերի ծննդյան ամսաթվերին եւ անպայման համակարգում տեղադրեք, որովհետեւ ձեր մշտական այցելուները թող որ նրանք լինեն 10, ոչ 100-ը, բայց լինեն մշտական։ Շատ ավելի եկամտաբերության տեսանկյունից շատ ավելի լավ տարբերակ է եւ շատ ավելի կարեւոր ձեզ համար, քան մեկ անգամ եկող ձեր հյուրը։
Որովհետև ձեր loyal հյուրերը, ինչպես եւ ձեր անձնակազմը, որի մասին արդեն խոսեցինք, ձեր բրենդի կրողներն են, այսինքն ձեր բրենդը դրսում ներկայացողներն են։ Անպայման վերցրեք կոնտակտային տվյալներ եւ եթե ունեք հետագա իվենթներ կամ փաթեթներ, email-ի տեսքով կամ հեռախոսազանգի հիմնական email-ի տեսքով անպայման իրենց տեղեկացրեք։ Բայց դա մի արեք այնքան հաճախ, որ ուղղակի էլ հետաքրքրություն չլինի ձեզ հետևելու։ Ես կարող եմ իմ հարցը տալ, եթե կարելի։ Իհարկե։ Խոսքս TripAdvisor-ի մասին է խոսքը, հիմա խնդիր ունեմ այդ ծրագրի հետ կապված։ Իմ տեղը, որտեղ մենք գտնվում ենք, չի նշում։ Ասում է պետք է մի քանի հոգի նշեն, որ կարողանանք ընդգրկել։ Ոնց կարելի է այդ հարցը լուծել։ Խնդրեք 3 ձեզ համար մոտ ընկերների, որ ուղղակի ձեզ համար կոմենտ թողնեն։ Ձեր անունը Բագրատ։ Այո։ Չէ, ոչ թե կոմենտ, այլ ինչ որ կայ էլի էջը պետք է բացվի մի քանի հատ։ Պետքա որ նշեն լոկացիան, այսինքն այնտեղ որտեղ իրանք գտնվում են, ուղղակի խնդրեք մի քանի հոգու նշել, որ գտնվում են ձեր հյուրանոցում, ինքը ավտոմատизացնի։ Հիմա որ նշում ենք, չի բերում այդ, ասում է չկա տենց բան, տեղ, որ մենք նշենք։ Իրանց համակարգում չկա, ավտոմատն էլ չի բերում։ Որտեղ եք ստեղծել նոր լոկացիա։ Ստեղծում չի բերում։ Մենակ Տաթևն է բերում, մեր մոտ չի բերում։ Կապվեք ինձ հետ, խնդրում եմ, կփորձեմ ձեզ օգնել։ Լավ, շնորհակալություն։ Կան այլ հարցեր տեխնիկական կամ ոչ։ Ես հարցեր չեմ տեսնում, մեկ րոպե հիմա չէ, փոխեցի։ Կան նման հարցեր։ Ես մեկ հարց ունեմ, կարելի է։ Նախ ողջունում եմ բոլորին։ Ինձ հետաքրքիր է նաև կունենաք սեմինար, տրեյնինգ սեմինար ֆոնդի հայթայթման թեմայով, որովհետև հիմա ես դրա կարիքը շատ ունեմ։ Ֆոնդի։ Հա, ֆոնդի հայթայթման։ Հասկացա, այդ հարցին երևի թե Գեղամը կպատասխանի, որովհետև իմ տրեյնինգները մասնագիտական են եւ հենց հյուրընկալման է հարող։ Երևի թե Գեղամ ջան կունենաք նման։ Ես ման կնշեմ ինձ մոտ, ապա հաշվի կառնենք, մոտակա ժամանակներս կփորձենք այդ թեմայով տրեյնինգ կազմակերպել, լավ։ Ես շատ ուրախ կլինեմ, որտեղ հետևում եմ այդին։ Ես էլ բացում եմ հյուրատուն Վայոզորի գյուղի ելփինում, Արփիկ Guest House է կոչվում։ Ինչ որ չափով այս տարի փորձեցի շինարարական մասով կազմակերպել, բայց գարունից արդեն պետք է սկսել աշխատանքները ու այդ ֆոնդի հայթայթումն է ինձ ավելի հետաքրքրում, գրանտները ավելի կազմակերպված լինելու համար։ Փորձեմ туриզմի ոլորտում, եթե այս բան արկա չեմ անում, կա թե չէ, բայց կփորձեմ այն կազմակերպությունները, որ туриզմի ոլորտին գրանտային ծրագրերում туриզմի ոլորտի համար գրանտային ծրագրեր են ունենում, իրենց տվյալները ուղարկել ձեզ, լավ։ Դուք փորձել եք Iris Business Incubator-ին դիմել։ Իրիսին դիմել եմ մի անգամ, երկրորդ փուլից չեմ անցել։ PMZ-ին էլ եմ դիմել, երրորդ փուլից չեմ անցել, ու նաև վատը թե ինչու չեն նշում, ինչն է խնդիրը, որ հետո դու քեզ մոտ շտկես դա նաև։ Այ օրինակ ինչու չեն նշում, ինչու չես անցնում։ Պետք է հետադարձ կապ հաստատեք իրենց հետ, մեյլով նամակով իրենց գրեք, որ պատասխանները ուղարկեն ինչն է պատճառը հանդիսացել, որ չեք անցել, հետագայում կկարողանաք արդեն շտկել։ Ինչպես չեն անում ու նմանա ոնց որ ԱՄՆ դեսպանատանը դիմում ես ու կատակ։ Շնորհակալություն, կան հարցեր այլ։ Չէ, շնորհակալ եմ։ Քանի որ նշել են, ես հիմա մեր ընդհանուր մեսեջերի մեջ կավելացնեմ գրուպան, ովքեր կցանկանան կարող են միանալ, լավ հարթակ կլինի, որպեսզի կարողանաք միմյանց հետ կոնտակտներով փոխանակվել, լավ։ Որտեղ միանանք կներեք։ Ստեղծել եմ մի րոպե։ Շուն կարում չէ։ Չաթան։ Ողջույն։ Ողջույն։ Լսում եք կներեք։ Այո։
Հա, ես Ստեփանավանից եմ խոսում, ուզում եի մեր խորին շնորհակալություն ասենք լավ սեմինարի համար բոլորին, հետաքրքիր ու լավ սեմինարներ խնդրենք, որ հաճախակի լինի, որովհետև ես Արդյոք մի հատ ոնց լար է։ Ձեր ձայնը կտրտվում է, որ խնդրեմ մի քիչ հետ կկանգնեք բարձրախոսից։ Այսօր տեսել եմ տղա։ Մյուս մասնակիցներին կարող եմ խնդրել արտադրել, որ կարողանանք լսել մասնակիցին։ Հետ արտադրություն կտնեք որ մենք կարող ենք, մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ։ Դուք որ մարզն եք ներկայացնում ներողություն։ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքը, Ստեփանավանի համայնքապետարանից։ Հասկացա ձեզ։ Հա, իհարկե, եթե համագործակցության ինչ որ եզրեր եք տեսնում կամ կան առաջարկներ, անպայման կապվեք։ Շնորհակալություն։ Ձեզ էլ ենք շնորհակալ, այստեղ մի քանի հարց կա, արագ փորձենք անդրադառնալ։ Ինչքան սրան անդրադարձել ենք, յուրատուն միջոցի սեփական արժեքները համախոհների հետ գրելու համար, միանշանակ կողմ եմ։ Այո, ձայնագրությունը անպայման հասանելի կլինի, YouTube-յան տարբերակով նույնպես կլինի։ Եթե ինչ-որ հարց եմ բաց թողել, հուշեք, խնդրում եմ։ Booking.com համակարգով մեզ հաճախ կես ամրագրում են կեղծանունով ես զբաղեցնում եմ սենյակներ։ Դա ընդունված կարգ է, դուք էլ ունեք այդ հնարավորությունները ձեր մրցակից հյուրատներում կատարել ամրագրումներ եւ հանել այդ ամրագրումները, այսինքն սրանք տեխնիկաներ են, որոնք որ կառավարման ենթակա չեն։ Դրանք փոքրիկ մանիպուլյացիաներ են, որոնք առանձին սեմինարի ենթակա են։ Շուտով ամրագրումը հետո։ Եթե չկան հարցեր, կան հարցեր էլ։ Ունենք հարցեր։ Եթե չկան հարցեր, ես խմբով կիսվեցի մեսեջում, հա, կարաք նայեք։ Մենք լրացիչ նորից ես կուղարկենք համ պրեզենտացիան, համ վիդեոն, համ խմբի լինքը, եթե ցանկացողներ կլինեն, կարող են միանալ, արդյունավետ կլինի։ Շուտով նաև մեր կայքը պատրաստ կլինի։ Հուսով եմ կհամագործակցենք ու արդյունավետ համագործակցություն կունենանք։ Շնորհակալություն բոլորիդ ձեր ժամանակ հատկացնելու համար։ Եթե կցանկանաք կապնվել մեր խոսնակների հետ, կարող եք գրել մեզ կամ իրենց Facebook-յան էջին, հա, երևի։ Եթե խորհրդատվության կարիք ունենաք, կարող եք գրել իրենց։ Շնորհակալ ենք բոլորիդ հետ։ Մինչ հանդիպում։ Նմանապես մենք ենք շնորհակալ։ Շատ հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ստեսյուն։ Հաջողություն։ Հաջողություն։ Մեզ, գիտես ինչ ներզում ունեմ։ Այլ անջատելու չի։